Էլեգանտ հարսանիքի առավոտյան հարսնացուն քայլում է դեպի խորան, իր զգեստուն կարված գաղտնիքով, այն, ինչ կարծես հեքիաթ էր, քանդվում է, երբ նա բացահայտում է համփոփլեիքում հուզական, ֆինանսական, էթիկական դավաճանություն։ Եվ բոլորի առաջ նա ընտրում է ճշմարտությունը, թեկուզ դա նշանակի նորից միայնակ սկսել, երանում շաբաթ երեկոյան, կենտրոն թաղամասի բնակարանի պատուհաններից ներս էր մտնում այն ոսկեգույն լույսը, փափուկ արտացոլումներ ստեղծելով մուգ փայտյա կահույքի վրա։ Մարինան զգուշությամբ ուղղեց սեղանին դրված սպիտակեղենի անձեռոցիկը, ուշադրությամբ դիտարկելով յուրաքանչյուր մանրուք։ Ճենապակյա բաժակները կատարելապես հավասարեցված էին, եգիպտացորենի ալյուրով տորթից դեռ քաղցր բույր էր գալիս խոհանոցից, իսկ սեղանի կենտրոնում դրված սպիտակ ծաղիկները կարծես խաղաղություն էին ճառագում, որը նա վաղուց չէր զգացել։ Սա այն հանդիպումներից մեկն էր, որոնք վերջին ամիսներին ավանդույթ էին դարձել։ Ֆիլիպի մայրը, Ելենա տիկինը, ցանկացած պահի կհասներ իր բնական էլեգանտությամբ այն ջերմ ժպիտով, որը Մարինային ստիպում էր իրեն ավելի մեծ բանի մաս կազմել։ Տարիների մեջ առաջին անգամ Մարինան զգում էր, որ ինքը պատկանում է իսկական ընտանիքի, ոչ միայն թղթի վրա, այլ ամենօրյա սիրով պարզ ժեստերով, որոնք իրական կապեր էին ստեղծում։ Դոմոֆոնը զանգեց, Մարինան պատասխանեց, արդեն շուրթերին ժպիտով։ Ելենա տիկնոջ ջերմ ձայնը արձագանքեց բնակարանում, նույնիսկ մինչ նա դռանը հասներ։ Մարինան բացեց, ընդունվեց բուրավետ գրկախառնությամբ, այնպիսիք, որոնք հարմարավետություն անվտանգություն են բերում։ Ելենա տիկինը 60-ից մի փոքր ավելի տարիքի կին էր, մոխրագույն մազերը հավաքված էլեգանտ հանգույցով, միշտ լավ ճաշակով հագնված զուսպ, որը չէր թաքցնում նրա դասը։ Նա տպագիր գործվածքից պայուսակ էր կրում, նրա շագանակագույն աչքերը շողում էին անկեղծ ուրախությունից, տեսնելով իր ապագա հարսին։ Սիրելիս, բերել եմ այն հին բաղադրատոմսերը, որոնք ինձ խնդրել էիր։ Կատնային պուդինգի բաղադրատոմսը, որը տատիկս էր պատրաստում, նա բրիգադեիրոյի բաղադրատոմսը, որը Ֆիլիպը մանուկ հասակից սիրում է։ Նա ներս մտավ, պայուսակը դրեց խոհանոցի սեղանին, հավանություն տալով սեղանին։ Շատ գեղեցիկ է ստացվել, Մարինա։ Դու միշտ ունեցել ես այս շնորհը, հարմարավետ մթնոլորտ ստեղծելու համար։ Ֆիլիպը բախտավոր է։ Մարինան զգաց, թե ինչպես է իր դեմքը կարմրում գովասանքից։ Նույնիսկ Ֆիլիպի հետ 3 տարվա հարաբերություններից հետո, նա դեռ զարմանում էր այն բնականությամբ, որով նրա ընտանիքը ներառում էր իրեն ամեն ինչում։ Նա երբեք դա չուներ տանը։ Իր մայրը, Իզաբելը, հեռու խիստ էր, միշտ չափազանց զբաղված, քնքշության ժեստերի համար։ Նրա քույրը Ջուլիան նույն ճանապարհով էր գնացել, անտեսանելի պատեր կառուցելով, որոնք Մարինան երբեք չկարողացավ ամբողջությամբ քանդել։ Շնորհակալ եմ, Ելենա տիկին։ Ես եմ բախտավորը, որ այդքան սիրով եք ինձ ընդունել։ Երբեմն դեռ մտածում եմ, արդյոք արժանի եմ այս ամենին։ Ելենա տիկինը ամուր բռնեց Մարինայի ձեռքը, մայրական լրջությամբ նայեց նրա աչքերին։ Մի անհեթեթություն խոսա, աղջիկս։ Դու հենց այն ես, ինչ պետք էր մեր ընտանիքին։ Քո, Ֆիլիպի կյանք մտնելուց հետո, նա փոխվել է։ Ավելի թեթ է դարձել, ավելի ներկա։ Իսկ ես ունեցա այն դուստրը, որին միշտ ցանկացել եմ ունենալ։ Այդ խոսքերը խորը կերպով դիպան Մարինայի սրտին։ Նա մի քանի անգամ թարթեց աչքերը, հետ մղելու համար այն արցունքները, որոնք սպառնում էին թափվել։ Ելենա տիկինը նկատեց դա, մեղմացրեց պահը, մատուցելով եգիպտացորենի ալյուրով տորթը, սուրճ պատրաստելով գործնական ու քնքուշ շարժումներով։ Մինչ նրանք խոսում էին 3 ամսից կայանալիք հարսանիքի նախապատրաստությունների մասին, Մարինան զգում էր հուզմունքի նյարդայնության խառնուրդ։ Դա ավանդական արարողություն էր լինելու Սուրբ Սարգիս եկեղեցում, արաբ գիրում, որին հաջորդելու էր ընդունելություն ակումբում, որին Ֆիլիպի ընտանիքը սերունդներով հաճախում էր։ Ամեն ինչ պլանավորվում էր մանրամասնորեն, Մարինան յուրաքանչյուր որոշմանը մասնակցում էր անկեղծ ոգորությամբ։ Զգեստը գրեթե պատրաստ է, ասաց Մարինան, աչքերը փայլելով։ Դերձակուհին ասաց, որ միայն վերջին ճշգրտումներն են մնացել։ Դա հենց այն է, ինչ ես միշտ երազել եմ։ Պարզ, բայց էլեգանտ։ Ելենա տիկինը ժպտաց նրբորեն բաժակը դրեց ափսեի վրա։ Ես քեզ համար մի բան ունեմ, սիրելիս։ Նա բացեց իր պայուսակը, հանեց մուգ կապույտ թավշյա փոքրիկ տուփ։ Սա պատկանել է իմ տատիկին, հետո անցել է մորս, նա ինձ տվեց, երբ ամուսնացա։ Ուզում եմ, որ դու կրես քո հարսանիքին։ Մարինան դողացող ձեռքերով բացեց տուփը։ Ներսում մարգարտյա վզնոց էր հանգչում ատլասի վրա։ Մարգարիտները կատարյալ էին, համաչափ, փափուկ փայլով, որը տասնամյակների պատմություններ էր պատմում։
Դա ընտանեկան զարդ էր, լի իմաստով ավանդույթով։ Ելենա տիկին, ես չեմ կարող ընդունել։ Սա չափազանց թանկ արժեք է։ Հենց դրա համար էլ պետք է քոնը լինի։ Դու այս ընտանիքի մասնիկն ես լինելու, Մարինա։ Եվ սա մեր ձն է ցույց տալու, որ դու ողջունելի ես, որ մենք քեզ վստահում ենք, սիրում ենք։ Արցունքները, որոնք Մարինան փորձում էր զսպել, վերջապես թափվեցին։ Նա ամուր գրկեց Ելենա տիկնոջը, զգալով պատասխանատվության սիրո ծանրությունը, որը այդ ժեստը ներկայացնում էր։ Դա այն ամենն էր, ինչ նա միշտ ցանկացել էր։ Ընտանիք, որը կընդուներ նրան, կգնահատեր նրան, կստիպեր նրան զգալ, որ ինքը կարող է։ Ելենա տիկնոջ հեռանալուց հետո Մարինան մնաց մենակ բնակարանում, բռնած վզնոցով տուփը։ Նա պատուհանից դիտում էր փողոցի շարժումը, անցնող մեքենաները, իրենց սեփական ճակատագրերով ու պատմություններով քայլող մարդկանց։ Երանը հենց այդպիսին էր, մի քաղաք, որը երբեք չէր կանգնում, որը երբեք ամբողջությամբ չէր քնում։ Նա մտածեց իր սեփական ընտանիքի մասին։ Մայրը, Իզաբելը, ապրում էր Գյումրիում, աշխատելով որպես համալսարանի պրոֆեսոր, միշտ լուրջ հեռու։ Այցելությունները հազվադեպ էին, երբ լինում էին, դրանք նշանավորվում էին պաշտոնական խոսակցություններով, անհարմար լռություններով։ Մարինան չէր հիշում, թե վերջին անգամ երբ է մայրը գրկել իրեն նույն քնքշությամբ, ինչ Ելենա տիկինը։ Իսկ Ջուլիան, իրենից 5 տարով մեծ քույրը, կարիերա էր ստեղծել իրավաբանության մեջ, կառուցել անկախ, բայց նույնքան սառը կյանք։ Նրանք հատուկ չէին կռվել, պարզապես հեռացել էին։ Կուտակված փոքր վիրավորանքներ, չկատարված սպասումներ, չասված խոսքեր, որոնք լուռ անդունդ էին ստեղծել նրանց միջ։ Մարինան բացեց իր կարմիր կազմով տետրը, այն, որը միշտ իր մոտ էր պահում, մի քանի տող գրեց։ Դա հին սովորություն էր, գրառել մտքերն ու մտորումները, որոնք առաջանում էին մենության պահերին։ Երբեմն նա գրում էր պարզապես առանձին նախադասություններ։ Մյուս անգամներին փոքրիկ բանաստեղծություններ կամ դիտարկումներ կյանքի մասին։ Այսօր նա գրեց մի բան, որը անհանգստացնում էր նրան, առանց իմանալու, թե ինչու։ Երբեմն կատարյալը իրականը չէ։ Նա նայեց թղթի վրայի բառերին, կնճռեց հոնքերը։ Ինչու՞։ Գրեց դա։ Ամեն ինչ կատարյալ էր նրա կյանքում։ Ֆիլիպը ուշադիր էր, հաջողակ, հմայիչ։ Նրա ընտանիքը պաշտում էր նրան։ Հարսանիքը գեղեցիկ էր լինելու։ Նա ուներ կայուն աշխատանք, որպես գրականության ուսուցիչ մասնավոր դպրոցում, ընկերներ, կազմակերպված առօրյա։ Ուրեմն ինչու՞։ Այդ նախադասությունը հայտնվեց նրա մտքում։ Մարինան փակեց տետրը, մարգարտյա վզնոցով տուփը դրեց ապահով տեղում։ Նա որոշեց, որ դա պարզապես նախահարսանեկան նյարդայնություն էր, այն բնական անապահովությունը, որը զգում է յուրաքանչյուր հարսնացու, երբ պատրաստվում է այդքան կարևոր քայլ անել։ Ֆիլիպը տուն հասավ երեկոյան ժամը 8-ի սահմաններում, ուղիղ գրասենյակից։ Նա աշխատում էր ֆինանսական խորհրդատվական ընկերությունում, որը լիարժեք ընդլայնման մեջ էր, վերջին ամիսները հատկապես լարված էին եղել։ Մարինան նկատում էր, որ նա ավելի ու ավելի ուշ էր հասնում տուն, ավելի հոգնած, ավելի խորասուզված աղյուսակների անվերջանալի հանդիպումների մեջ։ Նա գեղեցիկ էր դասական ձով, մուգ մազերը միշտ լավ սանրված, ամբասիր կոստյումներ, ժպիտ, որը գիտեր, թե երբ օգտագործել։ Երբ նա համբուրեց նրա ճակատը տուն հասնելուն պես, Մարինան զգաց այն թանկ օծանելիքի բույրը, որը նա օգտագործում էր, խառնված սուրճի թղթի հոտի հետ։ Ինչպես անցավ քո օրը, սիրելիս, հարցրեց նա, պայուսակը բազմոցին դնելով, փողկապը թուլացնելով։ Քո մայրը եկել էր ինձ տեսակցության։ Ինձ ընտանեկան մարգարտյա վզնոցը տվեց։ Մարինան ցույց տվեց տուփը, դեռ հուզված։ Ֆիլիպը բացեց հավանությամբ, նայեց մարգարիտներին։ Շատ գեղեցիկ կլինի քեզ վրա հարսանիքին։ Մայրս իսկապես պաշտում է քեզ։ Կար մի բան նրա ասելուձի մեջ, բնականություն, որը կարծես հաշվարկված էր, բայց Մարինան հեռացրեց այդ միտքը։ Նա ընթրիք պատրաստեց, մինչ Ֆիլիպը լոգանք էր ընդունում, իսկ հետո նրանք կերան, խոսելով հարսանիքի գործնական մանրամասների, նրա մասնագիտական կյանքի մասին։ Ընկերությունը կարևոր միաձուլման շուրջ է բանակցում, ասաց Ֆիլիպը։ Եթե ամեն ինչ լավ ընթանա, մենք կկրկնապատկվենք առաջիկա 2 տարում։ Սա յուրահատուկ հնարավորություն է։ Դա հիանալի է, Ֆիլիպ։ Դու այդքան ես աշխատել դրա համար։ Նա ժպտաց, բայց նրա հայացքի մեջ կար հեռավոր մի բան, կարծես նրա միտքն արդեն այլ տեղում էր, հաշվարկելով ապագա քայլերն ու ռազմավարությունները, որոնց Մարինան չէր կարողանում ամբողջությամբ հետել։
Ընթրիքից հետո, մինչ Ֆիլիպը փաստաթղթեր էր վերանայում նոթբուքի վրա, Մարինան վերադարձավ իր տետրին։ Նա մի քանի տող գրեց, փորձելով կազմակերպել մտքերը, որոնք համառորեն շարունակում էին շփոթված մնալ։ Ես ունեմ այն ամենը, ինչ միշտ ցանկացել եմ։ Ուրեմն ինչու՞։ Եմ զգում այս փոքրիկ դատարկությունը, այս լուր հարցը, որին չեմ կարողանում պատասխանել։ Նա դրեց տետրը, որոշեց շուտ քնել։ Վաղը կիրակի էր, նրանք ընկերուհիների հետ ճաշ էին պայմանավորվել, քննարկելու աղջկական երեկույթի վերջին մանրամասները։ Ամեն ինչ ընթանում էր ըստ պլանի։ Ամեն ինչ կատարյալ էր։ Բայց մինչ Մարինան փակում էր աչքերը, նախադասությունը վերադարձավ նրա մտքին, որպես համառ շշուկ։ Երբեմն կատարյալը իրականը չէ։ Եվ առաջին անգամ նա մտածեց, թե արդյոք չպետք է ավելի շատ ուշադրություն դարձներ այն փոքրիկ անհանգստությանը, որը լուռ աճում էր իր կրծքի մեջ։ Շաբաթները անցան պարտավորությունների նախապատրաստությունների պտույտի մեջ։ Մարինան անընդհատ գտնվում էր զգեստների փորձերի, մատակարարների հետ հանդիպումների, հրավերքների ընտրության բոլոր այն մանրամասների մեջ, որոնք պահանջում էր ավանդական հարսանիքը։ Ամեն օր նոր անելիքների ցուցակ էր բերում, նոր որոշում էր կայացնելու, ներկայության նոր հաստատում էր գրանցելու։ Այդ երեքշաբթի առավոտյան Մարինան հարսանեկան զգեստների բուտիկում էր, Կոմիտասի պողոտայում, իր լավագույն ընկերուհու, Բեատրիսի ուղեկցությամբ, ում հետ ընկերություն էր անում համալսարանական տարիներից։ Բեատրիսը այն ամենն էր, ինչ Մարինան չէր, բաց խոսուն, ամեն ինչի վերաբերյալ ուժեղ կարծիքներով։ Նա աշխատում էր որպես գրաֆիկական դիզայներ, ուներ սուր հայացք գեղագիտության նկատմամբ։ Զգեստը կատարյալ է ստացվել, Բիա, մեկնաբանեց նա, դիտելով Մարինային եռակի հայելու առջ։ Դու շողում ես։ Մարինան նայեց իր արտացոլանքին։ Զգեստը իսկապես գեղեցիկ էր, պարզ մոդել ատլասից, զուսպ շղարշով, վաց բացվածքով, նուրբ երկար թերով։ Դա հենց այն էր, ինչ նա պատկերացրել էր։ Բայց մինչ նա նայում էր իրեն, հարսանեկան զգեստով, նա նորից զգաց այն սեղմումը կրծքի մեջ, այն զգացումը, որ ինչ-որ կարևոր բան անտեսվում էր։ Լավ ես։ Բեատրիսը նկատեց ընկերուհու արտահայտությունը։ Այո, պարզապես նյարդայնացած եմ։ Նորմալ է, չէ՞։ Բեատրիսը խաչաձեց ձեռքերը, թեքեց գլուխը, ուշադրությամբ ուսումնասիրելով Մարինային։ Վստահ ես, որ ուզում ես ամուսնանալ Ֆիլիպի հետ, հարցրեց ուղղակիորեն, առանց քողարկման, ինչպես միշտ անում էր։ Մարինան զարմացած շրջվեց։ Իհարկե, վստահ եմ։ Ինչու՞։ Ես դա հարցնում։ Չգիտեմ։ Վերջերս ավելի անհանգիստ ես թվում, քան երջանիկ։ Եվ ես քեզ ճանաչում եմ, Մարի։ Երբ դու իսկապես երջանիկ ես, քո աչքերը այլ կերպ են փայլում։ Մարինան ստիպողաբար ժպտաց վերադարձավ հանդերձարան, զգեստը հանելու։ Դրանք պարզապես ցանկացած հարսնացուի նորմալ նյարդերն էին, նա կրկնեց իրեն։ Բեատրիսը չափազանցնում էր։ Ամեն ինչ լավ էր։ Ամեն ինչ կատարյալ էր։ Զգեստի փորձից հետո Մարինան ուղիղ գնաց Ֆիլիպի ընկերության գրասենյակ։ Նա խնդրել էր, որ Մարինան այնտեղով անցնի ստորագրելու ընդունելության վայրի վարձակալության պայմանագրի հետ կապված որոշ փաստաթղթեր։ Դա պարզ, բյուրոկրատական բան էր, բայց Ֆիլիպը պնդել էր, որ դա պետք է արվի այդ օրը։ Գրասենյակը գտնվում էր Մաշտոցի պողոտայի ժամանակակից արտրային շենքում, ամբողջովին ապակուց պողպատից, այն կորպորատիվ տեսքով, որը բնորոշ է զարգացող ընկերություններին։ Մարինան բարձրացավ 12-րդ հարկ, ընդունվեց Ֆիլիպի քարտուղարուհու, Պատրիսիա անունով արդյունավետ կնոջ կողմից։ Նա հիմա հանդիպման մեջ է, բայց խնդրեց, որ դուք սպասեք նրա սենյակում։ Փաստաթղթերը սեղանին են։ Մարինան մտավ Ֆիլիպի սենյակ։ Այն լայնարձակ էր, մուգ փայտից մեծ սեղանով, թղթապանակներով, բիզնես գրքերով լի դարակներով, քաղաքի համայնապատկերային տեսարանով։ Սեղանին, բացի այն փաստաթղթերից, որոնք նա պետք է ստորագրեր, թղթեր էին սփռված, Mont Blanc գրիչ, որը նա նվիրել էր Ֆիլիպին նրա վերջին ծննդյան օրը, ընկերության լոգոյով թղթապանակ։ Սպասելիս Մարինան սկսեց ստորագրել փաստաթղթերը, որտեղ Ֆիլիպը դեղին post-it-ներով նշել էր։ Դրանք ստանդարտացված պայմանագրեր էին, ոչինչ ավելին։ Բայց էջերից մեկը շրջելիս նա նկատեց մի այլ փաստաթուղթ ներքում։ Դա տպագիր էլեկտրոնային նամակ էր, նրա անունը հայտնվում էր տեքստում։ Հետաքրքրված Մարինան քաշեց թուղթը, ավելի լավ կարդալու համար։ Դա Ֆիլիպի Ռոբերտ Անդրեասյան անունով մեկի, ընկերության գործընկերոջ միջ նամակագրություն էր։ Թեման այն միաձուլման մասին էր, որը Ֆիլիպը նշել էր շաբաթներ առաջ։
Բայց այն, ինչ գրավեց Մարինայի ուշադրությունը, մի կոնկրետ հատված էր։ Մարինայի բերած ֆինանսական կառուցվածքով հարսանիքից հետո գույքային միաձուլման միջոցով մենք կկարողանանք իրականացնել ընդլայնումը դեպի հարավ առանց արտաքին ֆինանսավորման անհրաժեշտության։ Սա կատարյալ ռազմավարական քայլ է։ Շուկայում դիրքերն ամրապնդելուց հետո կարող ենք վերագնահատել իրավիճակը ըստ անհրաժեշտության։ Մարինան 3 անգամ նորից կարդաց պարբերությունը։ Ֆինանսական կառուցվածք, որը նա կբերեր։ Գույքային միաձուլում։ Իրավիճակը վերագնահատել։ Ինչ էր սա կոնկրետ նշանակում։ Նրա սիրտը արագացավ։ Նա գիտեր, որ ուներ որոշ ներդրումներ, համեստ ժառանգություն, որը ստացել էր պապիկից տարիներ առաջ, որը ներդրված էր, բայց Ֆիլիպը երբեք հետաքրքրություն չէր ցուցաբերել դրա նկատմամբ։ Նրանք երբեք խորությամբ չէին քննարկել ֆինանսները։ Նա միշտ պատկերացրել էր, որ նրանք կամուսնանան գույքի մասնակի համայնքի ռեժիմով, ինչպես ընդունված էր, բայց երբեք չէր մտածել, որ իր փողը կարող է նրա պլանների համար։ Նա լսեց քայլեր, որոնք մոտենում էին միջանցքից, արագորեն թուղթը դրեց փաստաթղթերի տակ։ Ֆիլիպը մտավ սենյակ, լայն ժպիտով, մոխրագույն կոստյումով մի տղամարդու ուղեկցությամբ, ում Մարինան ենթադրեց, որ հենց այդ Ռոբերտն էր։ Սիրելիս, կներես ուշացման համար։ Սա իմ հարսնացուն է, Մարինան։ Ռոբերտ, այս հրեշտակը ինձ աշխարհի ամենաերջանիկ մարդը կդարձնի 3 ամսից։ Ռոբերտը ձեռքսեղմումով ողջունեց Մարինային, պրոֆեսիոնալ ջերմությամբ։ Հաճելի է ծանոթանալ, Մարինա։ Ֆիլիպը անդադար խոսում է քո մասին։ Դուք գեղեցիկ զույգ եք։ Մարինան ավտոմատ կերպով ժպտաց, բայց նրա միտքը հեռու էր այնտեղից, մշակելով այն, ինչ նոր էր կարդացել։ Ֆիլիպը վերցրեց ստորագրված փաստաթղթերը, արագ ստուգեց դրեց թղթապանակի մեջ, նույնիսկ չնկատելով ներքում տպված էլեկտրոնային նամակը։ Պատրաստ է, ամեն ինչ լուծված է։ Ուզում ես ինձ հետ ճաշել, հարցրեց Ֆիլիպը, արդեն ժամացույցին նայելով։ Մարինան պատճառաբանություն հորինեց, ասելով, թե կեսօրին դաս ունի, պետք է նյութեր պատրաստի։ Նա հեռացավ այնտեղից տարօրինակ զգացումով, կարծես տեսել էր մի բան, որը չպետք է տեսներ, կարծես մի դուռ կիսաբացվել էր, ցույց տալով մութ սենյակ, որը նա չէր ուզում ուսումնասիրել։ Երեկոյան տանը, մինչ նա ուղղում էր իր աշակերտների թեստերը, Մարինան չէր կարողանում կենտրոնանալ։ Նա բացեց կարմիր տետրը, գրեց. Ինչ է նշանակում լինել ռազմավարական քայլ։ Արդյոք ես սխալ եմ մեկնաբանում։ Արդյոք դա պարզապես բիզնես լեզու է, ոչ մի կապ չունի ինձ հետ անձնապես։ Բայց նույնիսկ գրելիս, նրա մի մասը գիտեր, որ ինքն իրեն էր խաբում։ Ինչ որ բան այն չէր։ Նա պարզապես չէր ուզում ընդունել դա։ Հաջորդ շաբաթ օրը Ելենա տիկնոջ տանը ճաշ էր, Մարինային ներկայացնելու համար որոշ հեռավոր ազգականների, ովքեր գյուղից պետք է գային հարսանիքի։ Տունը գտնվում էր Երանի հարուստ թաղամասերից մեկում, արաբկիրում, դասական շինություն, ընդարձակ այգիով դեկորով, որը խառնում էր հնությունները ժամանակակից շունչի հետ։ Մարինան վաղ եկավ, օգնելու նախապատրաստություններին։ Ելենա տիկինը խոհանոցում էր, վերահսկելով սպասուհիներին, բայց պնդեց անձամբ պատրաստել կաթնային պուդինգը, որը տան մասնագիտությունն էր։ Հոգնած ես թվում, սիրելիս։ Լավ ես քնում, հարցրեց Ելենա տիկինը, պուդինգի ձվերը հարելիս։ Պարզապես անհանգիստ եմ հարսանիքի պատճառով։ Շատ բան կա լուծելու։ Ելենա տիկինը դրեց հարիճը մայրական ուշադրությամբ նայեց Մարինային։ Եթե որե բանի կարիք ունենաս, կարող ես ինձ վրա հույս դնել։ Ես գիտեմ, թե որքան սթրեսային է հարսանիք կազմակերպելը։ Երբ ես ամուսնացա Ֆիլիպի հոր հետ, գրեթե խելագարվեցի այդքան մանրամասներից։ Մարինան ժպտաց, բայց չհամարձակվեց կիսվել իր իրական անհանգստություններով։ Ինչպես կարող էր ասել, որ սկսում էր կասկածել Ֆիլիպի մտադրություններին։ Ինչպես կարող էր կասկածի տակ դնել այդքան բարի ու ջերմ կնոջ որդուն։ Հյուրերը սկսեցին գալ կեսօրի սահմաններում։ Հորեղբայրներ, մորաքույրներ, զարմիկներ, բոլորը հետաքրքրված էին Ֆիլիպի հարսնացուին ճանաչելու համար։ Մարինան ներկայացվեց յուրաքանչյուրին, պատասխանեց հարցերին մասնագիտության մասին, թե ինչպես է ճանաչել Ֆիլիպին, հարսանիքից հետո ունեցած պլանների մասին։ Այնքան ժպտաց, որ նրա դեմքը սկսեց ցավել։ Մի պահ, երբ նա գինի էր մատուցում հյուրասենյակում, Մարինան լսեց Ֆիլիպի մի կնոջ խոսակցության հատվածներ, ում ներկայացրել էին որպես Վերոնիկա, նրա զարմուհին որոշ բիզնեսներում գործընկեր։ Փաստաթղթերը պատրաստ են, հարցրեց Վերոնիկան ցածր ձայնով։ Ամեն ինչ կարգին է։
Հարսանիքից հետո կարող ենք սկսել նախագծի երկրորդ փուլը։ Նրա կառուցվածքը հիմնարար կլինի, պատասխանեց Ֆիլիպը։ Բայց վստահ ես, որ նա խնդիրներ չի ստեղծի, պնդեց Վերոնիկան։ Նա սիրահարված է, ամբողջովին վստահում է ինձ։ Նույնիսկ չի իմանա, թե իրականում ինչ է կատարվում, մինչ շատ ուշ լինի։ Եվ նույնիսկ եթե իմանա, ինչ է անելու։ Ամեն ինչ թողնել հարսանիքից 3 օր առաջ։ Ֆիլիպը ցածր ծիծաղեց։ Մարինան գրեթե գինու շիշը գցեց։ Նա զգաց, թե ինչպես է արյունը սառում իր երակներում։ Նրանք իր մասին էին խոսում։ Նրանք պետք է իր մասին խոսեին։ Նրա կառուցվածքը։ Նա նույնիսկ չի իմանա։ Ինչ էր սա նշանակում։ Նա արագորեն հեռացավ, ծածնելով, թե ավելի շատ սառույց է պետք խոհանոցից։ Նա փակվեց լոգարանում, խորը շունչ քաշեց, փորձելով հանգստանալ։ Նրա ձեռքերը դողում էին։ Նրա սիրտը այնքան ուժեղ էր բաբախում, որ նա լսում էր իր զարկերը ականջներում։ Արդյոք նա բաներ էր պատկերացնում։ Արդյոք նա պարանոիկ էր։ Թե իրականում ինչ-որ շատ սխալ բան էր կատարվում իր թիկունքում։ Մարինան լվաց դեմքը, ուղղեց դիմահարտարումը վերադարձավ ճաշի։ Օրվա մնացած մասում նա այլ աչքերով էր դիտում Ֆիլիպին։ Նա նկատեց, թե ինչպես էր նա հմայիչ բոլորի հետ, թե ինչպես էր նա ճշգրիտ իմանում, թե ինչ ասել յուրաքանչյուրին, թե ինչպես էր նրա ժպիտը չափազանց կատարյալ թվում, չափազանց փորձված։ Երբ նրանք վերջապես հեռացան, արդեն երեկո էր։ Մեքենայում Ֆիլիպը ռադիոյով երգ էր մրմնջում, լիովին հանգիստ։ Մարինան պատուհանից դիտում էր Երանի անցնող լույսերը, իրեն օտար զգալով իր սեփական կյանքում։ Ձեր ճաշը հաջող էր։ Իմ ընտանիքը ձեզ պաշտեց, մեկնաբանեց Ֆիլիպը։ Մարինան պարզապես անլսելի բան մրմնջաց։ Նրա միտքը հեռու էր, փորձելով հավաքել մի հանելուկի կտորները, որը նա նույնիսկ չգիտեր, որ գոյություն ունի։ Երբ նրանք տուն հասան, Մարինան ասաց, որ գլխացավ ունի ուղիղ գնաց իր սենյակ։ Նա պառկեց անկողնում, դեռ հագուստով, նայելով առաստաղին, փորձելով որոշել, թե ինչ անել։ Դիմակայել Ֆիլիպին։ Բայց ինչ հիմքով։ Խոսակցության հատվածներ, որոնք նա կարող էր սխալ մեկնաբանել։ Բիզնեսի մասին էլեկտրոնային նամակ, որը գուցե ոչ մի կապ չուներ իր հետ։ Նա նորից բացեց կարմիր տետրը։ Այս անգամ հարցեր չգրեց։ Նա գրեց մեկ նախադասություն, մի պնդում, որը աճում էր իր ներսում, որպես մութ սերմ։ Ես պետք է իմանամ ճշմարտությունը, մինչ չափազանց ուշ լինի։ Հարսանիքի նախօրեն եկավ, սպասումի շտաբի մթնոլորտում։ Մարինան արթնացավ շաբաթ օրը վաղ առավոտյան, մտքում ունենալով վերջին անելիքների ցուցակը, որոնք դեռ պետք է կատարվեին։ Հարսանիքը լինելու էր շաբաթ օրը ժամը 5-ին, նախորդ օրվա յուրաքանչյուր րոպե կարծես թանկարժեք սակավ էր մի նույն ժամանակ։ Նախաճաշից հետո Մարինան զանգ ստացավ Բեատրիսից, ով հաստատեց աղջկական երեկույթի փորձի մանրամասները, որը պետք է կայանար երեկոյան։ Դա պարզ բան էր լինելու, միայն ամենամոտ ընկերուհիները Կասկադի մի ռեստորանում։ Ոչինչ շատ բարդ, այնպես, ինչպես Մարինան էր նախընտրում։ Ֆիլիպը նույնպես ուներ իր պարտավորությունները։ Նա ընկերները խորոված էին անելու ընկերոջ տանը, մի ավանդույթ, որը նրանք պահպանում էին ցանկացած մեծ առիթից առաջ։ Մարինան կօգտվեր նրանից, որ նա ամբողջ օրը դրսում էր լինելու, այցելելու խնջույքի սրահ ստուգելու, թե ամեն ինչ ըստ պլանի է։ Ժամը 3-ի սահմաններում Մարինան վերցրեց իր մեքենան, շարժվեց դեպի ակումբ, որտեղ ընդունելությունը պետք է լիներ։ Երթեկությունը ինչպես միշտ ծանր էր, նա օգտվեց առիթից, լսելու մի երգացանք, որը հատուկ այդ օրերի համար էր պատրաստել։ Երգեր, որոնք լավ հիշողություններ էին բերում, որոնք հանգստացնում էին նրա անհանգիստ միտքը։ Ակումբ հասնելուն պես նրան ընդունեց միջոցառումների համակարգողը, Սիլվա անունով հմուտ կին, ով կազմակերպել էր դեկորացիայի յուրաքանչյուր մանրուք։ Նրանք միասին շրջեցին սրահում, որը հաջորդ օրը լի կլիներ սպիտակ ծաղիկներով, նուրբ կոմպոզիցիաներով, այն ռոմանտիկ մթնոլորտով, որը Մարինան միշտ պատկերացրել էր իր հարսանիքին։ Ամեն ինչ կատարյալ է, մեկնաբանեց Սիլվան, ցույց տալով արդեն համարակալված սեղանները, օրգանզայի ժապավեններով աթոռները, բեմը, որտեղ պետք է նվագեր հրավիրված նվագախումբը։ Մարինան համաձայնեց, բայց նրա սիրտը լիովին այնտեղ չէր։ Կար կասկածի ստվեր, որը ուղեկցում էր նրան յուրաքանչյուր քայլի, յուրաքանչյուր որոշման, յուրաքանչյուր ստիպողաբար ժպիտի ժամանակ, որը նա տալիս էր մարդկանց։ Բոլոր մանրամասները ստուգելուց հետո Մարինան հիշեց, որ նվերների տուփ էր թողել ընկերների համար մեքենայի բեռնաղցիկում։
Դրանք անհատականացված ժամացույցներ էին, որոնք նա պատվիրել էր ամիսներ առաջ, քնքուշ ժեստ, շնորհակալություն հայտնելու ամենամոտ ընկերների ներկայության համար։ Քանի որ Ֆիլիպը ավելի ուշ այնտեղ էր լինելու ակումբում նվագախմբի անդամների հետ վերջին հանդիպման համար, նա որոշեց տուփը անձամբ թողնել նրա մոտ։ Նա զանգահարեց Ֆիլիպին, ով հաստատեց, որ մոտ 1 ժամից ակումբում կլինի որոշ ընկերների հետ, ձայնի լուսավորության հարցերը լուծելու համար։ Մարինան որոշեց սպասել մոտակա սրճարանում, պատասխանելով հաղորդագրություններին մտքում կազմակերպելով վերջին մանրամասները։ Երբ նա վերադարձավ ակումբ, արդեն գրեթե 5:30 էր։ Առը սկսում էր մայր մտնել հորիզոնում, երկինքը նարնջագույն վարդագույն երանգներով ներկելով։ Մարինան մտավ սրահի կողմնակի դռնից, այն մեկից, որը տանում էր դեպի հանդերձարաններ սպասարկման տարածք։ Նա տանում էր նվերների տուփը, պլանավորում էր այն արագ թողնել Ֆիլիպի մոտ, նախքան տուն գնալը, ընկերուհիների հետ ընթրիքի համար պատրաստվելու։ Հենց այդ ժամանակ նա լսեց ձայներ, որոնք գալիս էին գլխավոր սրահից։ Նա անմիջապես ճանաչեց Ֆիլիպի ծիծաղը, այն, որը նա օգտագործում էր մտերիմ ընկերների շրջանում, հանգիստ առանց այն պաշտոնականությունների, որոնք նա պահպանում էր հանրության մեջ։ Մարինան պատրաստվում էր մտնել, երբ լսեց իր անունը։ Նա կանգ առավ միջանցքում, թաքնված դեկորատիվ սյունի հետում։ Նա գիտեր, որ չպետք է լսեր, բայց իր կամքից ավելի ուժեղ մի բան նրան պահեց այնտեղ, կանգնած, ուշադիր յուրաքանչյուր բառին։ Ուրեմն վաղը դու ամուսնացած տղամարդ ես դառնում, հա՞։ Ֆիլիպ, ընկերներից մեկը կատակով մեկնաբանեց։ Այո, վերջապես եկավ մեծ օրը, պատասխանեց Ֆիլիպը, բայց նրա ձայնի մեջ կար մի բան, որը անկեղծ ուրախություն չէր հնչում։ Եվ դու պատրաստ ես դրան։ Պատրաստ ես քո կյանքի մնացած մասը նույն կնոջ հետ անցկացնել, հարցրեց մեկ այլ ընկեր։ Եղավ դադար։ Մարինան զսպեց շունչը, սիրտը թռչկոտում էր։ Տեսեք, անկեղծ կլինեմ ձեզ հետ, պատասխանեց Ֆիլիպը, Մարինան նկատեց դավադիր տոնը նրա ձայնի մեջ։ Մարինան կատարյալ է այն բանի համար, ինչ ինձ հիմա պետք է։ Նա գեղեցիկ է, կիրթ, ունի լավ ընտանիք, չնայած հեռու է, ամենակարևորը ունի իր պապիկի ժառանգությունը, որը հիմնարար կլինի ընկերության ընդլայնման համար։ Մարինան զգաց, թե ինչպես է հողը սահում իր ոտքերի տակից։ Ֆիլիպի խոսքերը արձագանքում էին միջանցքում, որպես կրակոցներ։ Սպասիր, դու ինձ ասում ես, որ նրա հետ ամուսնանում ես փողի համար, ընկերներից մեկը հարցրեց անհավատալիորեն։ Միայն դա չէ, ընկեր։ Նա լավն է, լավ է ինձ հետ վերաբերվում, լավ ընկերակցությունը։ Բայց իրատես լինենք, ամուսնությունը այսօր ռազմավարական գործընկերություն է։ Ֆիլիպը բացատրեց մի սառնությամբ, որը Մարինային կտրեց որպես սայր։ Ինձ պետք է նա, ընկերության հաջորդ քայլերն իրականացնելու համար։ Շուկայում դիրքերն ամրապնդելուց Ռոբերտի խմբի հետ միաձուլումն ավարտելուց հետո, ով գիտի։ Բաները փոխվում են, մարդիկ փոխվում են։ Առայժմ նա կատարյալ է այդ նպատակի համար։ Կատարյալ է այդ նպատակի համար։ Խոսքերը արձագանքում էին Մարինայի մտքում, որպես ցավոտ արձագանք։ Նա սիրելի մարդ չէր։ Նա գործիք էր։ Խաղի մի կտոր բիզնես խաղում։ Ընկեր, սա ծանր է։ Դու իրականում չես սիրում նրան, հարցրեց մեկ այլ ընկեր։ Սիրել։ Ֆիլիպը ծիծաղեց։ Ես հավանում եմ նրան, նա ինձ հարմար է։ Բայց իսկական սեր։ Այդ ֆիլմերի սերը։ Մի անմիտ եղիր։ Մենք լավ ենք իրար հետ, դա բավական է։ Եվ երբ ապագա պլանների համար ավելի հարմար մեկը հայտնվի, մենք կվերագնահատենք։ Առայժմ Մարինան կատարյալ է այս դերում։ Մարինան հենվեց պատին, զգալով, թե ինչպես են իր ոտքերը թուլանում։ Նվերներով տուփը ընկավ նրա ձեռքերից, բութ ձայնով գետնին։ Սրահում ձայները անմիջապես դադարեցին։ Այնտեղ ինչ-որ մեկ կա։ Ֆիլիպը կանչեց։ Մարինան չպատասխանեց։ Նա շրջվեց, վազեց միջանցքով, դուրս եկավ կողմնակի դռնից ուղիղ գնաց մեքենայի մոտ։ Նրա ձեռքերը այնքան էին դողում, որ 3 փորձից հետո միայն կարողացավ բանալին դնել կողպեքի մեջ։ Արցունքները անվերահսկելիորեն հոսում էին նրա դեմքից, մշուշելով նրա տեսողությունը։ Նա վարում էր, չիմանալով, թե ուր է գնում։ Նա պարզապես ուզում էր հեռանալ այնտեղից, այն վայրից, որը պետք է լիներ իր երջանկության բեմը, որը հիմա կարծես թունավորված էր դառը դաժան ճշմարտությամբ։ Նա կանգնեց իր տան մոտ գտնվող մի այգում։ Նա իջավ մեքենայից, քայլեց դեպի մի նստարան, շքեղ ծառի տակ։
Այնտեղ, հետաքրքրասեր հայացքներից հեռու, նա թույլ տվեց արցունքներին ազատորեն թափվել։ Նա լացում էր կորցրած պատրանքի, խախտված վստահության, այդքան կույր միամիտ լինելու համար։ Ինչպես նա նախկինում չէր նկատել։ Ինչպես էր նա հավատացել, որ Ֆիլիպի նման մեկը, այդքան հաշվարկող սառը իր բիզնեսում, այլ կլիներ իր հետ։ Բոլոր նշաններն այնտեղ էին։ Այն խոսակցությունները, որոնք նա պատահաբար լսել էր, այն էլեկտրոնային նամակը, որը նա տեսել էր նրա սեղանին, այն ձև, որով նա միշտ խուսափում էր, երբ Մարինան փորձում էր խոսել ավելի խորը զգացմունքների մասին։ Մարինան մնաց այնտեղ ավելի քան 1 ժամ, փորձելով մշակել ամեն ինչ։ Նրա հեռախոսը մի քանի անգամ զանգեց։ Դա Ֆիլիպն էր։ Հետո Բեատրիսը։ Հետո Ելենա տիկինը։ Նա ոչ մի զանգի չպատասխանեց։ Նրան լռություն էր պետք, նրան մտածելու ժամանակ էր պետք։ Երբ վերջապես մի փոքր հանգստացավ, Մարինան վերցրեց կարմիր տետրը, որը միշտ իր պայուսակում էր պահում։ Դեռ դողացող ձեռքերով նա սկսեց գրել։ Այլս հարցեր կամ կասկածներ չկային։ Այժմ նա գրում էր փաստեր, ապացույցներ, լսած խոսակցությունների հատվածներ։ Ամեն ինչ սկսում էր իմաստ ունենալ, որպես մակաբր հանելուկի կտորներ։ Ֆիլիպը երբեք չէր սիրել նրան։ Ամեն ինչ պարզապես ռազմավարություն էր։ Բայց կոնկրետ ինչի համար։ Ինչ էր նա պլանավորում անել նրա փողով։ Ինչպես էր նա կոնկրետ պատրաստվում օգտագործել նրա ժառանգությունը։ Մարինան սրբեց արցունքները, խորը շունչ քաշեց։ Ցավն այնտեղ էր, սուր իրական, բայց դրա հետ մեկտեղ եկավ նոր պարզություն։ Նա պարզապես չէր փախչելու։ Նա չէր չեղարկելու հարսանիքը, չէր անհետանալու։ Թողնելով Ֆիլիպին նրա հանցակիցներին ազատ, այլ զոհ գտնելու։ Ոչ։ Եթե Ֆիլիպը ուզում էր խաղալ այս խաղը, նա նույնպես գիտեր, թե ինչպես խաղալ։ Բայց իր սեփական կանոններով։ Նա վերադարձավ տուն, մտքում ձևավորվող պլանով։ Նա դեռ վիրավորված էր, դավաճանված, բայց իր ներսում աճում էր ավելի ուժեղ մի բան։ Երկաթյա վճռականություն, որը նա նույնիսկ չգիտեր, որ ուներ։ Տուն հասնելուն պես նա ուղիղ գնաց համակարգչի մոտ։ Ֆիլիպը մի քանի ամիս առաջ նրան թողել էր ընկերության համակարգերի մուտքանունը գաղտնաբառը, ասելով, որ նրան պետք է մուտք ունենալ արտակարգ իրավիճակների դեպքում։ Այն ժամանակ Մարինան դա վստահության ժեստ համարեց։ Հիմա նա հասկացավ, որ դա հավանաբար նրան մանիպուլյացիայի ենթարկելուց մեկն էր, նրան ընդգրկված զգալու համար, օգտագործելով նրան։ Մարինան մուտք գործեց համակարգ։ Նա սկսեց փնտրել ֆայլեր, էլեկտրոնային նամակներ, փաստաթղթեր։ Նա չգիտեր, թե կոնկրետ ինչ էր փնտրում, բայց վստահ էր, որ կճանաչեր, երբ գտներ։ Դա տեց ժամեր։ Անցավ կեսգիշերից։ Մարինան անտեսեց բոլոր զանգերը, բոլոր հաղորդագրությունները։ Նա կենտրոնացած էր, վճռական։ Եվ վերջապես, նա գտավ։ Թաքնված թղթապանակ, հարավային ընդլայնման նախագիծը անունով։ Դրա ներսում տասնյակ փաստաթղթեր։ Նախնական պայմանագրեր, ֆինանսական աղյուսակներ, Ֆիլիպի, Վերոնիկայի, Ռոբերտի միջ փոխանակված էլեկտրոնային նամակներ։ Եվ այնտեղ, սով սպիտակի վրա, ամբողջական պլանն էր։ Նրանք մտադիր էին օգտագործել նրա ժառանգությունը որպես երաշխիք, մեծ վարկերի համար։ Նրանք կեղծել էին փաստաթղթեր, որոնք նրան դնում էին ընկերության անուղղակի բաժնետեր, առանց նրա իմացության։ Հարսանիքից հետո, գույքի ամբողջական համայնքի ռեժիմով, որը Ֆիլիպը պնդել էր ընդունել, առանց Մարինայի ծուղակը նկատելու, նրանք օրինական մուտք կունենային նրա ամեն ինչին։ Ավելին, երկրորդական հաշիվներին պլանավորված փոխանցումներ կային։ Հարկային դրախտներ։ Ամեն ինչ մանրակրկիտ պլանավորված, որպեսզի երբ նա իմանար, չափազանց ուշ լիներ։ Մարինան տպեց ամեն ինչ։ Յուրաքանչյուր փաստաթուղթ, յուրաքանչյուր էլեկտրոնային նամակ, յուրաքանչյուր աղյուսակ։ Տպիչը գրեթե 1 ժամ աշխատեց, էջ առ էջ անվիճելի ապացույցներ թափելով։ Ավարտելուց հետո Մարինան ամեն ինչ մեթոդաբար կազմակերպեց մի թղթապանակում։ Հետո նա բացեց իր անձնական նոթբուքը, սկսեց որոնել։ Մասնավոր հետախույզներ։ Ֆինանսական խարդախությունների մասնագիտացված փաստաբաններ։ Տնտեսական լրագրողներ, ովքեր բացահայտում էին կորպորատիվ սխեմաներ։ Նա գրեց անուններ, թվեր, հասցեներ։ Նա սկսեց կազմել իր սեփական պլանը։ Եթե Ֆիլիպը կարծում էր, որ նա պարզապես միամիտ հեշտ մանիպուլյացիայի ենթարկվող կտոր էր, նա շատ էր սխալվում։
Գրեթե առավոտյան ժամը 4-ն էր, երբ Մարինան վերջապես պառկեց։ Նա շատ չքներ, բայց դա կարևոր չէր։ Վաղը նրա հարսանիքն էր լինելու։ Եվ այն անմոռանալի կլիներ, բայց ոչ այն պատճառներով, որոնք Ֆիլիպը պատկերացնում էր։ Լույսն անջատելուց առաջ Մարինան մեկ վերջին նախադասություն գրեց կարմիր տետրում. «Վաղը ես նորից կգրեմ իմ ճակատագիրը»։ Մարինան արթնացավ շաբաթ օրը, ընդամենը 3 ժամ քնած, բայց նրա միտքն ավելի պարզ էր, քան ամիսներ շարունակ։ Ցավը դեռ այնտեղ էր, բաբախող կրծքի մեջ, բայց ծածկված էր վճռականության շերտով, որը նրան կենտրոնացած էր պահում։ Այսօր այն օրն էր, որը ամեն ինչ կփոխեր։ Հեռախոսն արդեն ցույց էր տալիս տասնյակ չկարդացված հաղորդագրություններ։ Ֆիլիպը անթիվ անգամներ էր զանգահարել գիշերվա ընթացքում, անհանգստացած նրա հանկարծակի անհետացումից։ Բեատրիսը հուսահատ էր, կարծելով, թե ինչ-որ լուրջ բան էր պատահել։ Նույնիսկ Ելենա տիկինը հաղորդագրություն էր թողել, հարցնելով, թե ամեն ինչ կարգին է։ Մարինան պատասխանեց միայն Բեատրիսին կարճ հաղորդագրությամբ, ասելով, որ ինքը լավ է, որ անցողիկ վատառողջություն է ունեցել, բայց արդեն ապաքինվել է պատրաստ է մեծ օրվան։ Նա ոչինչ ավելին չասաց։ Նա չէր կարող ռիսկի դիմել, որ ինչ-որ մեկը կնկատեր, որ ինչ-որ բան այն չէ։ Նա վեր կացավ անկողնուց ուղիղ գնաց պահարանին։ Հետից նա հանեց մի փոքրիկ ճամպրուկ, որը գնել էր տարիներ առաջ մի ուղղորության համար, որը երբեք չէր կայացել։ Դա կատարյալ էր այն բանի համար, ինչ նրան պետք էր։ Նա դրեց դրա մեջ այն թղթապանակը, որը պարունակում էր բոլոր փաստաթղթերը, որոնք տպել էր գիշերվա ընթացքում։ Նա ավելացրեց պենդրայվներ, կրկնօրինակներով, այն կոնտակտային հեռախոսահամարները, որոնք նա գրել էր, մի ձեռագիր նամակ, որը գրել էր, ամեն ինչ մանրամասն բացատրելով։ Հետո նա վերցրեց իր հարսանեկան զգեստը, որը կախված էր զգեստապահարանում, պաշտպանիչ ծածկոցի մեջ։ Դա գեղեցիկ էր, իսկապես գեղեցիկ։ Մարինան ձեռքը անցկացրեց փափուկ գործվածքի վրայով մի պահ տխրության ցավ զգաց այն բանի համար, թե ինչ կարող էր լինել երբեք չէր լինի։ Բայց նա հեռացրեց այդ զգացումը։ Հիմա զղջման տեղ չկար։ Փոքրիկ մկրատով զգեստի նույն գույնի թելով Մարինան սկսեց կարել։ Նա փոքրիկ բացվածք արեց ներքին երեսպատման վրա, ստեղծելով գաղտնի գրպան գոտկատեղի մոտ։ Դա զուսպ էր, դրսից անտեսանելի, բայց բավականաչափ մեծ կարևոր փաստաթղթերի կրճատված կրկնօրինակներով ծրար մի քանի պենդրայվ պահելու համար։ Նա զգուշությամբ աշխատեց, յուրաքանչյուր կարելով ճշգրտորեն։ Նրա ձեռքերն այլս չէին դողում։ Նա վերահսկողության տակ էր, առաջին անգամ երկար ժամանակից ի վեր։ Ավարտելուց հետո նա նորից դրեց զգեստը գնաց լոգանք ընդունելու։ Նա երկար ժամանակ մնաց տաք ջրի տակ, թույլ տալով գոլորշուն պատել իր մարմինը, մինչ նրա միտքը վերանայում էր այն պլանի յուրաքանչյուր մանրամասն, որը նա կազմել էր անքուն գիշերվա ընթացքում։ Առավոտյան ժամը 9-ին հեռախոսը զանգեց։ Դա Ֆիլիպն էր։ Այս անգամ Մարինան պատասխանեց։ Մարինա, Աստծո սիրուն, ուր էիր։ Ամբողջ գիշեր անհանգստացա։ Նրա ձայնը անհանգիստ էր հնչում, գրեթե հուսահատ։ Կներես, սիրելիս։ Երեկոյան անհանգստության նոպա ունեցա, մի փոքր պետք էր մենակ մնալ։ Դու գիտես, թե ինչպես եմ նյարդայնանում մեծ իրադարձությունների ժամանակ։ Մարինան իր ձայնը հանգիստ պահեց, գրեթե անտարբեր։ Բայց հիմա լավ ես։ Այսօր մեր հարսանիքն է, Մարինա։ Ինձ պետք է, որ դու լինես լավ։ Ես հիանալի եմ։ Երբեք ավելի լավ չեմ եղել։ Եկեղեցում կհանդիպենք, հա։ Նա պատասխանեց մի խաղաղությամբ, որը զարմացրեց իրեն։ Լավ։ Սիրում եմ քեզ։ Ֆիլիպն ասաց, բայց խոսքերը Մարինայի համար հիմա դատարկ էին հնչում։ Ես էլ։ Նա անջատեց, առանց պատասխանի սպասելու։ Ժամը 10-ին Բեատրիսը ժամանեց, ինչպես պայմանավորվել էին, օգնելու նրան վերջնական նախապատրաստություններին։ Նա եկել էր երկու այլ ընկերուհիների, Կարոլինայի Ֆերնանդայի ուղեկցությամբ, ովքեր հարսնաքույրեր էին լինելու։ Նրանք շամպայն խորտիկներ հարսանեկան օրվա տիպիկ տոնական էներգիա բերեցին։ Մարինան ընդունեց նրանց ժպիտով, որը կատարելապես թաքցնում էր այն ներքին փոթորիկը, որով նա ապրում էր։ Նա սուրճ առաջարկեց, ցույց տվեց զգեստը, խոսեց արարողության վերջին մանրամասների մասին, կարծես ոչ մի արտասովոր բան տեղի չէր ունենալու։ Այսօր այլ կերպ ես թվում։ Բեատրիսը մեկնաբանեց, ուղղելով ծաղիկները, որոնք պետք է լինեին Մարինայի մազերում։ Ավելի հանգիստ։
Կարծում էի, որ ավելի նյարդային կլինես։ Կարծում եմ ընդունեցի, որ ամեն ինչ լավ կլինի, անկախ նրանից, թե ինչ կպատահի։ Մարինան պատասխանեց, դա սուտ չէր։ Նա ընդունել էր, որ ապագան այլ կլինի, քան նա պլանավորել էր, բայց այնուամենայնիվ ամեն ինչ լավ կլինի։ Ժամանակն արագ անցավ։ Կեսօրը եկավ, հրավիրված վարսավիրը հայտնվեց Մարինայի սանրվածքն անելու համար։ Նա խնդրեց էլեգանտ հանգույց, մազերը գլխի վերում հավաքած, ոչինչ շատ բարդ։ Նա ուզում էր ամբասիր լինել, բայց նա ազատ, հեշտությամբ շարժվելու համար, երբ պահը գար։ Մինչ վարսավիրն աշխատում էր, Մարինան օգտվեց առիթից, մի քանի զուսպ զանգեր անելու։ Նա մի քանի րոպե փակվեց սենյակում, հաստատեց մանրամասները այն մարդկանց հետ, ում հետ կապվել էր գիշերվա ընթացքում։ Տնտեսական հարցերով մասնագիտացած լրագրող, ով հետաքրքրվել էր պատմությամբ։ Փաստաբան, ով համաձայնել էր ներկա լինել մեղադրանքները պաշտոնականացնելու համար։ Մասնավոր հետախույզ, ով արդեն հետում էր Ֆիլիպի ընկերության որոշ կասկածելի շարժումներին։ Ամեն ինչ տեղ էր գտնում։ Շախմատի տախտակի յուրաքանչյուր կտորը զգուշորեն տեղադրվում էր։ Ժամը 3-ին Մարինան սկսեց հագնվել։ Ընկերուհիները օգնեցին նրան զգեստի, քողի, կոշիկների հետ։ Բեատրիսը Ելենա տիկնոջից ժառանգած մարգարտյա վզնոցը դրեց նրա պարանոցին։ Մարինան հայելու միջով նայեց մարգարիտներին սեղմում զգաց կրծքի մեջ։ Ելենա տիկինը չէր արժանի դա անցնելու։ Նա բարի, քնքուշ կին էր։ Բայց Մարինան ընտրություն չուներ։ Ճշմարտությունը պետք է բացահայտվեր, անկախ նրանից, թե ով էր վիրավորվելու այդ ընթացքում։ Շատ գեղեցիկ ես, Մարի։ Իսկապես գեղեցիկ։ Կարոլինան ասաց, աչքերը լցված արցունքներով։ Եվ դու երջանիկ ես։ Ֆերնանդան հարցրեց, բռնելով Մարինայի ձեռքերը։ Մարինան նայեց իր արտացոլանքին հայելու մեջ։ Նա տեսավ սպիտակ հագուստով կին, մազերում ծաղիկներով, նուրբ դիմահարդարմամբ հանգիստ ժպիտով շուրթերին։ Բայց ներսում մարտիկ կար, որը պատրաստվում էր մարտի։ Ես խաղաղ եմ, պատասխանեց նա, դա ամենաանկեղծ ճշմարտությունն էր, որը նա կարող էր ասել այդ պահին։ Մեքենան, որը պետք է Մարինային տաներ եկեղեցի, ժամանեց ուղիղ 4:15։ Դա սպիտակ լիմուզին էր, զարդարված ժապավեններով, ծաղիկներով, հատուկ առիթի համար վարձված։ Մարինան զգուշությամբ մտավ, բռնելով զգեստի շղարշը, համոզվելով, որ գաղտնի գրպանում թաքնված ծրարն ապահով է։ Ճանապարհին դեպի Սուրբ Սարգիս եկեղեցի Մարինան պատուհանից նայում էր, դիտելով անցնող քաղաքը։ Երանը շաբաթ երեկոյան, միշտ մարդաշատ, միշտ կենդանի։ Մարդիկ ապրում էին իրենց կյանքով, անտարբեր այն դրամային, որը պատրաստվում էր զարգանալ արաբկիրի այդ էլեգանտ եկեղեցում։ Երբ նրանք հասան, Մարինան տեսավ, որ շատ հյուրեր արդեն այնտեղ էին։ Շքեղ մեքենաներ կայանված դիմացը, լավ հագնված մարդիկ զրուցում էին եկեղեցու այգիներում։ Ամեն ինչ կարծես հարսանեկան ամսագրից էր դուրս եկել։ Կատարյալ։ Անբասիր։ Կեղծ։ Բեատրիսը օգնեց Մարինային իջնել լիմուզինից։ Պատրաստ ես, հարցրեց ընկերուհին։ Ավելի քան երբ է, պատասխանեց Մարինան։ Նրանք մտան եկեղեցու կողմնակի դռնից։ Մարինային տարան մի առանձին սենյակ, որտեղ նա կսպասեր իր մուտքի պահին։ Դրան միջով նա լսում էր երգեհոնի նուրբ երաժշտությունը, նստարաններում հարմարվող հյուրերի շշուկները։ Ելենա տիկինը հայտնվեց դռան մոտ, գեղեցիկ մուգ կապույտ զգեստով։ Նա եկավ Մարինային գրկելու, աչքերում արցունքներով։ Աղջիկս, դու շողում ես։ Ֆիլիպը բախտավոր մարդ է։ Մարինան պատասխանեց գրկախառնությանը, կոկորդում կծիկ զգալով։ Ելենա տիկին, ես պետք է իմանաք, որ ես ձեզ շատ եմ հիանում։ Դուք միշտ հիանալի եք եղել ինձ հետ։ Խնդրում եմ, հիշեք դա, անկախ նրանից, թե ինչ կպատահի այսօր։ Ելենա տիկինը մի փոքր հեռացավ, շփոթված։ Ինչի՞։ Մասին ես խոսում, սիրելիս։ Ամեն ինչ լավ կլինի։ Սա քո ուրախության օրն է։ Մարինան պարզապես ժպտաց համբուրեց այն կնոջ ճակատը, ով գրեթե դարձել էր իր սկեսուրը։ Որոշ ճշմարտություններ պետք է բացահայտվեն, նույնիսկ եթե դա ցավեցնում է։ Մինչ Ելենա տիկինը կկարողանար պատասխանել, արարողության համակարգողը ներս մտավ, հայտնելով, որ սկսելու ժամանակն է։ Հարսանեկան քայլերքը պատրաստվում էր հնչել։ Ֆիլիպն արդեն խորանի կողքին էր։ Ընկերները իրենց տեղերում։ Հյուրերը սպասում էին։
Մարինան խորը շունչ քաշեց։ Նա վերցրեց սպիտակ ծաղիկների փունջը, որը Բեատրիսը մեկնեց նրան։ Նա ուղղեց քողը։ Զուսպ դիպավ զգեստի մեջ թաքնված ծրարին, համոզվելով, որ այն այնտեղ է, ապահով հասանելի։ Ժամանակն է, ասաց համակարգողը։ Մարինան քայլեց դեպի եկեղեցու մեծ փայտյա դռները։ Մյուս կողմից նա լսում էր երաժշտությունը, որը սկսվում էր։ Դա հարսանեկան քայլերքի դասական տարբերակն էր, այն, որը հնչում էր բոլոր ավանդական հարսանիքներում։ Բայց այսօր այն ամբողջովին այլ իմաստ կունենար։ Դռները դանդաղ բացվեցին։ Մարինան տեսավ եկեղեցու կենտրոնական միջանցքը, իր առջ տարածվող նստարանները լի մարդկանցով։ Սպիտակ ծաղիկները զարդարում էին յուրաքանչյուր մանրուք։ Եվ այնտեղ, խորանի վրա, Ֆիլիպը սպասում էր նրան, վստահ ժպիտով, ամբասի սմոքինգով հագնված։ Նրա կողքին Մարինան նկատեց Վերոնիկային հյուրերի շարքում, նրան, ով հանցակից էր սխեմաներում։ Ռոբերտն էլ այնտեղ էր, գործընկերը, ով օգնել էր ամեն ինչ պլանավորել։ Բոլորը կարծում էին, թե ամեն ինչ վերահսկողության տակ է, թե կատարյալ պլանն իրականանում է։ Մարինան առաջին քայլն արեց։ Հետո մեկ ուրիշը։ Նա քայլեց կենտրոնական միջանցքով, ուղիղ կեցվածքով, բարձր գլխով, ամուր հայացքով։ Նա ժպտում էր հյուրերին, ովքեր հուզված դիտում էին նրան, չպատկերացնելով, որ րոպեների ընթացքում այդ դրախտային տեսարանը կվերածվեր ամբողջովին այլ բանի։ Յուրաքանչյուր քայլի հետ Մարինան զգում էր, թե ինչպես է իր ներսում աճում մի ուժ, որը նա չգիտեր, որ ուներ։ Նա այլս այն միամիտ կինը չէր, ով կույր հավատացել էր դատարկ խոսքերին, կեղծ խոստումներին։ Նա նոր մեկն էր, մեկը, ով ընտրել էր նորից գրել իր սեփական պատմությունը, անկախ հետանքներից։ Ֆիլիպը դիտում էր նրան խորանից, այն ժպիտով, որը Մարինան հիմա ճանաչում էր որպես հաշվարկված։ Նա ձեռքը մեկնում էր նրան ընդունելու, վստահ, որ րոպեների ընթացքում կկնքեր շահութաբեր գործընկերություն, քողարկված որպես սիրո ամուսնություն։ Մարինան հասավ խորանին։ Նա դեմ առ դեմ էր Ֆիլիպի հետ։ Երաժշտությունը դադարեց։ Քահանան ժպտաց բացեց աղոթագիրքը։ Հյուրերը լուռ նստեցին, սպասելով արարողության սկզբին։ Բայց մինչ քահանան կսկսեր, Մարինան մի քայլ առաջ արեց շրջվեց դեպի հյուրերը։ Նրա ձայնը հստակ ամուր արձագանքեց լուռ եկեղեցում։ Նախքան սկսելը, կա մի բան, որը բոլորը պետք է իմանան։ Լռությունը, որը հաջորդեց Մարինայի խոսքերին, բացարձակ էր։ Բոլոր հայացքները ուղղվեցին նրան, շփոթված, հետաքրքրասեր, ոմանք արդեն անհանգստության ցավով։ Ֆիլիպը կնճռեց հոնքերը, ստիպողաբար նյարդային ժպիտով։ Մարինա, սիրելիս, ինչ ես անում։ Նա շշնջաց, փորձելով բռնել նրա ձեռքը։ Նա հեռացավ, հեռավորություն պահելով։ Նրա ձայնը արձագանքեց եկեղեցում մի պարզությամբ, որը նա ինքը չգիտեր, որ ուներ։ Ես այսօր այստեղ եկա սպիտակ հագուստով, այո։ Բայց ոչ թե ամուսնանալու։ Ես եկա ճշմարտությունը բացահայտելու։ Շշուկը տարածվեց նստարաններում։ Ֆիլիպը տեսանելիորեն գունատվեց։ Վերոնիկան, նստած երրորդ շարքում, անհարմար շարժվեց իր տեղում։ Մարինան կարող էր տեսնել Ռոբերտին մի քանի շարք հետում, փորձելով զուսպ ստուգել բջջային հեռախոսը։ Մարինա, դու լավ չես։ Եկեք առանձին խոսենք։ Ֆիլիպը փորձեց միջամտել, մեկ քայլ անելով նրա կողմը։ Ոչ։ Նա ամուր պատասխանեց, ձեռքի ժեստով կանխելով նրա մոտենալը։ Այս մարդիկ եկել են այստեղ, մտածելով, որ սիրո ամուսնություն կդիտեն։ Նրանք արժանի են իմանալու, որ իրականում նրանք կվկայեին մի կեղծիքի, ռազմավարական դաշինքի, որը քողարկված էր որպես սիրավեպ։ Ելենա տիկինը վախեցած վեր կացավ։ Մարինա, սիրելիս, ինչ է կատարվում։ Մարինան նայեց այն կնոջը, ով այդքան էր ընդունել իրեն, սրտում սեղմում զգաց։ Ելենա տիկին, ես պետք է իմանաք, որ ես ձեզ շատ եմ հիանում։ Դուք միշտ հիանալի եք եղել ինձ հետ։ Եվ դրա համար, խնդրում եմ, լսեք ինձ մինչ վերջ։ Հետո կհասկանաք։ Նա նորից շրջվեց դեպի բոլոր ներկաները։ Նրա սիրտը արագ էր բաբախում, բայց նրա ձայնը մնում էր ամուր։ Երեկոյան ես եկա ակումբ, որտեղ պետք է լիներ մեր ընդունելությունը։ Ուզում էի որոշ նվերներ թողնել ընկերների համար։ Հասնելուն պես ես լսեցի մի խոսակցություն, որը չպետք է լսեի։ Ֆիլիպը ընկերների հետ էր, հանգիստ, անկեղծ այն ծով, որը երբեք չի եղել ինձ հետ։ Նա դադարեց, թույլ տալով խոսքերի ծանրությանը լցնել տարածքը։
Ֆիլիպը նորից փորձեց ընդհատել, բայց Մարինայի հայացքը լռեցրեց նրան։ Նա ասաց, բառ առ բառ, որ ես կատարյալ եմ այն բանի համար, ինչ նրան պետք է։ Որ ես հարմար գործընկեր կլինեմ այս դերում։ Որ իմ փողը, իմ ժառանգությունը հիմնարար կլինի նրա ընկերության ընդլայնման համար։ Եվ որ երբ ապագա պլանների համար ավելի հարմար մեկը հայտնվի, նա կվերագնահատեր իրավիճակը։ Ցնցումի շունչը արձագանքեց եկեղեցում։ Որոշ կանայք ձեռքերը բերեցին բերաններին։ Տղամարդիկ անհավատալի հայացքներ փոխանակեցին։ Ելենա տիկինը նորից նստեց, դեմքը գունատ։ Սուտ է։ Ֆիլիպը պայթեց, իր հանգստության դիմակը վերջապես ընկնելով։ Դու ամեն ինչ հորինում ես։ Դու նյարդային ես, խուճապի մեջ։ Սա պարզապես հարսանեկան անհանգստություն է։ Մարինան հանգիստ մնաց։ Նա իր զգեստի գաղտնի գրպանից հանեց մի փոքրիկ թվային ձայնագրիչ։ Երեկ, այդ խոսակցությունը լսելուց հետո ես վերադարձա։ Ես այս ձայնագրիչը թաքցրի սրահում։ Ես ուզում էի համոզվել, որ սխալված չեմ, որ սխալ չեմ մեկնաբանել ձեր խոսքերը։ Ուզում եք, որ միացնեմ։ Ֆիլիպի աչքերում խուճապն ակնթարթային էր։ Ոչ։ Պետք չէ։ Տեսեք, Մարինա, մենք կարող ենք խոսել, բացատրել։ Բաներն այնպես չեն, ինչպես դուք եք մտածում։ Ոչ։ Ուրեմն բացատրեք այն փաստաթղթերը, որոնք ես գտա երեկ գիշեր, մուտք գործելով ձեր ընկերության համակարգ։ Արտասահմանյան հաշիվներին պլանավորված փոխանցումները։ Այն պայմանագրերը, որոնք ինձ դնում էին անուղղակի բաժնետեր, առանց իմ իմացության կամ համաձայնության։ Իմ ժառանգության օգտագործումը որպես երաշխիք վարկերի համար, որոնք ես երբեք չեմ թույլատրել։ Մարինան գաղտնի գրպանից հանեց մի ծրար, սկսեց կարդալ տպված էլեկտրոնային նամակների հատվածներ։ Հարգելի Ռոբերտ, Մարինայի ֆինանսական կառուցվածքով մենք կարող ենք իրականացնել երկրորդ փուլը, առանց արտաքին ներդրողների անհրաժեշտության։ Հարավային շուկայում ամրապնդվելուց հետո մենք ճկունություն կունենանք կորպորատիվ կառուցվածքում անհրաժեշտ ճշգրտումներ անելու համար։ Մեկ այլ էլեկտրոնային նամակ, այս մեկը Վերոնիկային։ Նա դեռ ոչինչ չի կասկածում։ Գույքի ամբողջական համայնքի ռեժիմն ընդունվել է առանց հարցերի։ Հարսանիքից 6 ամիս հետո մենք ամբողջական մուտք կունենանք նրա միջոցներին։ Վերոնիկան փորձեց վեր կենալ, զուսպ հեռանալ, բայց Մարինան մատնացույց արեց նրան։ Սա Վերոնիկա Սանթոսն է, Ֆիլիպի զարմուհին գործընկերը այս սխեմաներում։ Եվ այնտեղ Ռոբերտ Անդրեասյանն է, մյուս հանցակիցը։ Երկուսն էլ ճշգրիտ գիտեին, թե ինչ էր կատարվում։ Այս պահին եկեղեցու դռները բացվեցին, ներս մտան 3 տղամարդ կոստյումներով։ Նրանցից մեկին Մարինան ճանաչեց որպես դոկտոր Հենրիկ Քամալյան, փաստաբանը, ում հետ կապվել էր գիշերվա ընթացքում։ Մյուս երկուսը հարկային տեսչության քննիչներ էին, ում նա կանչել էր իր հավաքած ապացույցներով։ Բարի օր։ Ես դոկտոր Հենրիկ Քամալյանն եմ, ֆինանսական խարդախությունների մասնագիտացված փաստաբան։ Ես այստեղ եմ ներկայացնելով տիկին Մարինա Օլիվեյրա Սանթոսին։ Նա փաստաթղթեր ցույց տվեց։ Մենք դատական կարգադրություն ունենք, առգրավելու փաստաթղթեր սկսելու հետաքննություն Enrate Coste Consultoria ընկերության հետ կապված հարկային կորպորատիվ անկանոնությունների վերաբերյալ։ Երկրորդ տղամարդը ներկայացավ։ Հարկային գործակալ Հրաչ Մենդեսյան։ Մենք պետք է, որ պարոն Ֆիլիպ Կոստան, տիկին Վերոնիկա Սանթոսը, պարոն Ռոբերտ Անդրեասյանը մեզ ուղեկցեն բացատրություններ տալու համար։ Քաոս սկսվեց եկեղեցում։ Մարդիկ վեր կացան, խոսակցություններ սկսվեցին ամեն կողմից։ Ֆիլիպը կաթվածահար էր, դեմքը կարմրած զայրույթից, նվաստացումից։ Վերոնիկան փորձում էր պնդել, որ ոչինչ չգիտեր, որ ամեն ինչ թյուրիմացություն էր։ Ռոբերտն արդեն հեռախոսի մոտ էր, հավանաբար զանգահարում էր իր փաստաբանին։ Մարինան մնաց խորանի վրա, հանգիստ այն փոթորիկի կենտրոնում, որը նա ստեղծել էր։ Մի փայլ գրավեց նրա ուշադրությունը։ Դա Անդրե Սիլվանյանն էր, տնտեսական լրագրողը, ում հետ նա կապվել էր, ամեն ինչ լուսանկարելով գրառելով այն հոդվածի համար, որը նա կհրապարակեր առաջիկա օրերին։ Ֆիլիպը վերջապես արձագանքեց։ Դու ինձ կործանեցիր։ Նա ատելությամբ թքեց խոսքերը։ Դու քանդեցիր այն ամենը, ինչ ես կառուցել էի։ Ոչ, Ֆիլիպ։ Դու ինքդ քեզ կործանեցիր, երբ որոշեցիր մարդկանց օգտագործել որպես խաղի կտորներ։ Մարինան հանգստությամբ պատասխանեց. Ես պարզապես հրաժարվեցի քո զոհը լինելուց։
Նա փորձեց վերջին քայլը, փոխելով տոնը աղաչանքի. Մարինա, ես քեզ սիրում էի։ Իմ ծով, ես քեզ սիրում էի։ Մենք կարող ենք լուծել սա։ Պետք չէ, որ այսպես լինի։ Մարինան նայեց նրան, այն մարդուն, ում նա կարծում էր, որ ճանաչում էր, զգաց պարզապես հեռավոր տխրություն։ Քո ձը երբեք բավարար չէր, Ֆիլիպ։ Սերը չի մանիպուլյացիայի ենթարկում։ Սերը չի օգտագործում։ Սերը մարդկանց չի վերածում գործիքների, եսասիրական նպատակների հասնելու համար։ Նա շրջվեց դեպի հյուրերը, շատերը դեռ ցնցված, մյուսները հստակորեն աջակցում էին նրա քաջությանը։ Բոլոր նրանց, ովքեր այստեղ եկել են բարի մտադրություններով, ներողություն եմ խնդրում այս տեսարանի համար։ Բայց որոշ ճշմարտություններ պետք է բացահայտվեն լիարժեք լույսի ներքո, նույնիսկ եթե տեսարանը իդեալական չէ։ Ելենա տիկինը մոտեցավ, արցունքները հոսում էին դեմքից։ Մարինան քնքշորեն բռնեց կնոջ ձեռքերը։ Ելենա տիկին, դուք այն մայրն էիք, որին ես երբեք չեմ ունեցել։ Եվ դրա համար ավելի է ցավում, որ պետք է սա անեմ։ Բայց դուք արժանի էիք իմանալու, թե ձեր որդին իրականում ով է։ Ես ոչինչ չգիտեի։ Ելենա տիկինը հեկեկաց։ Աստված իմ, ես չգիտեի։ Ես գիտեմ։ Եվ ես ձեզ նկատմամբ ոչ մի վրդովմունք չեմ պահում։ Մարինան գրկեց տարեց կնոջը, զգալով, թե ինչպես է նա դողում իր ձեռքերում։ Բեատրիսը հայտնվեց Մարինայի կողքին, աչքերը լայն բացված հիացմունքից ցնցումից։ Դու այս ամենը գիտեիր երեկվանից։ Երեկոյանից։ Մարինան հաստատեց։ Գիշերն անցկացրի, ապացույցներ հավաքելով։ Եվ ինձ ոչինչ չասացիր։ Չէի կարող ռիսկի դիմել, որ ինչ-որ մեկը կզգուշացներ Ֆիլիպին։ Պետք էր, որ ամեն ինչ հենց այսպես լիներ։ Հարկային գործակալներն այժմ ուղեկցում էին Ֆիլիպին, Վերոնիկային, Ռոբերտին եկեղեցուց դուրս։ Ֆիլիպը վերջին հայացք նետեց Մարինայի վրա, զայրույթի, հուսահատության ինչ-որ բանի խառնուրդ, որը կարող էր զղջում լինել, բայց նա վստահ չէր։ Մարինան դիտեց նրա հեռանալը, զգաց, թե ինչպես է ինչ-որ բան կոտրվում միաժամանակ ազատվում իր ներսում։ Դա երջանկություն չէր, դեռ ոչ։ Բայց դա թեթացում էր։ Դա իր սեփական պատմության վերահսկողությունը ստանալու զգացումն էր։ Եկեղեցին սկսեց դանդաղ դատարկվել։ Որոշ հյուրեր շնորհավորեցին Մարինային նրա քաջության համար։ Մյուսներն արագ հեռացան, հստակորեն անհարմար զգալով իրենց ականատես դարձած դրամայից։ Ոմանք մնացին, աջակցություն առաջարկելու, հարցնելու, թե արդյոք նրան ինչ-որ բան պետք է։ Մարինան շնորհակալություն հայտնեց բոլորին, բայց ասաց, որ մի պահ պետք է մենակ մնա։ Երբ վերջապես եկեղեցին դատարկվեց, նա քայլեց դեպի մի նստարան նստեց, դեռ հարսանեկան զգեստով, ծաղկեփունջը իր կողքին դրված։ Նա նայեց խորանին, սպիտակ ծաղիկներին, այն տարածքին, որտեղ պետք է այո ասեր ստերի կյանքին։ Եվ դրա փոխարեն, նա ոչ էր ասել։ Նա ընտրել էր ճշմարտությունը, որքան էլ ցավոտ լիներ։ Բեատրիսը վերադարձավ լուռ նստեց նրա կողքին։ Մի քանի րոպե անց նա մեղմորեն հարցրեց. Ինչ ես անելու հիմա։ Մարինան նայեց իր ձեռքերին, այն մարգարտյա վզնոցին, որը դեռ կրում էր, այն զգեստին, որը նա այդքան զգուշությամբ կարել էր, թաքցնելու այն ապացույցները, որոնք փրկել էին նրա կյանքը։ Հիմա տուն եմ գնալու։ Հանելու եմ այս զգեստը։ Եվ վաղը սկսելու եմ վերակառուցել իմ կյանքը։ Զրոյից, եթե պետք լինի։ Դու մենակ չես, Մարի։ Ես այստեղ եմ։ Քո ընկերուհիներն այստեղ են։ Ես գիտեմ։ Մարինան բռնեց Բեատրիսի ձեռքը։ Եվ դա է տարբերությունը։ Ես ունեմ իսկական մարդիկ իմ կողքին։ Ոչ թե ռազմավարական դաշինքներ։ Ոչ թե խաղի կտորներ։ Իսկական մարդիկ, ովքեր ինձ իսկապես սիրում են։ Երկուսը մնացին այնտեղ նստած, մինչ արը սկսում էր մայր մտնել, եկեղեցու վիտրաժները ոսկեգույն նարնջագույն երանգներով ներկելով։ Դրսում քաղաքը շարունակում էր իր կյանքը, անտարբեր այն դրամային, որը զարգացել էր այդ հին պատերի ներսում։ Մարինան վերջապես վեր կացավ, զգուշությամբ հանեց մարգարտյա վզնոցը դրեց նստարանին։ Դա գեղեցիկ էր, լի պատմությամբ, բայց դա իրենը չէր։ Երբեք իրենը չէր եղել։ Դա մի ֆանտազիայի մաս էր, որը պատրանք դուրս եկավ։ Նա քայլեց դեպի եկեղեցու ելքը, Բեատրիսի կողքին։ Դրսում մեքենան, որը նրան բերել էր, դեռ կայանված էր։
Վարորդը, շփոթված այն ամենից, ինչ պատահել էր, հարցրեց, թե ուր պետք է նրան տանի։ Տուն։ Մարինան պատասխանեց. Պարզապես տուն տար ինձ։ Վերադարձի ճանապարհին Մարինան պատուհանից նայում էր, դիտելով Երանը մթնշաղին։ Մարդիկ մայթերին, մեքենաներ երթևեկության մեջ, քաղաքի բաբախող կյանքը, որը երբեք չէր կանգնում։ Նա պարզապես մեկ այլ պատմություն էր միլիոնավոր պատմությունների մեջ, որոնք միաժամանակ տեղի էին ունենում այդ մեգապոլիսում։ Բայց դա իր պատմությունն էր։ Եվ առաջին անգամ երկար ժամանակից ի վեր Մարինան զգում էր, որ նա վերահսկում է այն։ Եկեղեցու օրվանից հետո առաջին օրերը տարօրինակ ու լուռ էին։ Մարինան ամեն առավոտ արթնանում էր իր դատարկ բնակարանում մի քանի վայրկյան մոռանում, թե ինչ էր պատահել։ Հետո իրականությունը վերադառնում էր որպես սառը ալիք։ Այն ամուսնությունը, որը չկայացավ։ Բացահայտված դավաճանությունը։ Այն կյանքը, որը պետք է զրոյից վերակառուցվեր։ Նա անմիջապես չվերադարձավ աշխատանքի։ Դպրոցից 2 շաբաթ արձակուրդ խնդրեց, պատճառաբանելով անձնական խնդիրներ, որոնք պետք է լուծվեին։ Տնօրենը, ով կարդացել էր սկանդալի մասին թերթերում, ինչպես ամբողջ Երանը, հասկացող էր աջակցող։ Մարինան առաջին օրերն անցկացրեց պարզապես գոյություն ունենալով։ Արթնանում էր, նախաճաշում, նստում բազմոցին դիտում քաղաքը պատուհանից։ Երբեմն գրում էր կարմիր տետրում։ Մյուս անգամներին պարզապես լուռ էր մնում, մշակելով այն ամենը, ինչ ապրել էր։ Բեատրիսը ամեն օր հայտնվում էր, բերելով ուտելիք, ընկերակցություն, քաջալերող խոսքեր։ Դու հիանալի էիր, Մարի։ Այդքան քաջ։ Նա անընդհատ կրկնում էր։ Բայց Մարինան իրեն քաջ չէր զգում։ Նա իրեն պարզապես հոգնած տարօրինակ կերպով դատարկ էր զգում։ Կարծես նա իր ամբողջ էներգիան ծախսել էր այդ բախման վրա, հիմա մնացել էր միայն մի գեղ։ 5-րդ օրը հեռախոսը զանգեց անհայտ համարից։ Մարինան գրեթե չպատասխանեց, բայց ինչ-որ բան ստիպեց նրան սեղմել կանաչ կոճակը։ Ալո։ Մարինա։ Դա կանացի ձայն էր, երկմտող։ Ես Ջուլիան եմ։ Մարինան ուղղվեց բազմոցին, սիրտը արագանալով։ Իր քույրը։ Նրանք գրեթե 2 տարի չէին խոսել մի անմիտ տարաձայնությունից հետո, որը վերածվել էր հեռավորության լռության։ Ջուլիա։ Նա կարողացավ ասել. Ես տեսա, թե ինչ պատահեց։ Կարդացի թերթերում։ Մարինա, ես չգիտեի, որ դու այս ամենի միջով ես անցնում։ Ջուլիայի ձայնը մի փոքր դողում էր։ Ես ոչ մեկին չէի պատմել։ Նույնիսկ ինքս չգիտեի մինչ այդ գիշեր։ Եղավ երկար դադար։ Հետո Ջուլիան շարունակեց. Կարող եմ քեզ տեսնել։ Պետք չէ հիմա, բայց երբ պատրաստ լինես։ Ես գիտեմ, որ մենք մոտ չենք եղել վերջին տարիներին, բայց դու իմ քույրն ես։ Եվ ես պետք է քո կողքին լինեի։ Մարինան զգաց, թե ինչպես են արցունքներն առաջանում։ Այո։ Շատ կցանկանայի քեզ տեսնել։ Նրանք պայմանավորվեցին հաջորդ շաբաթ օրը։ Սուրճ Կասկադում չեզոք տարածք, որտեղ նրանք կարող էին խոսել առանց ճնշումների կամ հին հիշողությունների խանգարելու։ 2 օր անց, մեկ անսպասելի զանգ։ Այս անգամ Իզաբելն էր, նրա մայրը։ Մարինա, ես լուր ստացա, թե ինչ պատահեց։ Ինչու։ Ինձ ոչինչ չպատմեցիր։ Որովհետև մենք երբեք չենք կարողացել իրականում խոսել, մայրիկ։ Մարինան պատասխանեց մի անկեղծությամբ, որը զարմացրեց իրեն։ Դու միշտ այդքան հեռու էիր, այդքան զբաղված քո աշխատանքով, քո կյանքով։ Ես չէի կարծում, որ դա քեզ կհետաքրքրեր։ Նա լսեց, թե ինչպես է մայրը խորը շունչ քաշում հեռախոսի մյուս կողմից։ Ես միշտ հետաքրքրվել եմ, Մարինա։ Պարզապես չգիտեի, թե ինչպես ցույց տալ։ Ես դժվար մարդ եմ, ես գիտեմ։ Բայց դու իմ դուստրն ես։ Ես գիտեմ, մայրիկ։ Կարող եմ քեզ այցելել։ Ուզում եմ քեզ տեսնել, անձամբ խոսել։ Մարինան համաձայնեց, չնայած կասկածներին։ Իզաբելը կգար կիրակի օրը։ Դա տարօրինակ կլիներ, հավանաբար անհարմար սկզբում, բայց Մարինան պատրաստ էր փորձել։ Շաբաթ օրը Մարինան զգուշությամբ պատրաստվեց Ջուլիային հանդիպելու։ Նա ընտրեց պարզ, բայց գեղեցիկ հագուստ, մազերը հավաքեց պոչով, թեթ դիմահարդարում արեց։ Նա նյարդային էր, կարծես դա առաջին հանդիպում լիներ։ Նա սրճարան հասավ պայմանավորված ժամից 5 րոպե շուտ։
Նա կապուչինո պատվիրեց, սպասեց։ Երբ Ջուլիան հայտնվեց դռան մոտ, Մարինան սեղմում զգաց կրծքի մեջ։ Իր քույրն ավելի նիհար էր, մազերն ավելի կարճ, բայց աչքերը նույնն էին մանկուց։ Ջուլիան տեսավ նրան քայլեց դեպի սեղանը։ Մի քանի վայրկյան նրանք պարզապես նայում էին միմյանց։ Հետո Ջուլիան բացեց ձեռքերը, Մարինան վեր կացավ, ընդունելով գրկախառնությունը։ Սկզբում դա անհարմար էր, երկու մարմին, որոնք մոռացել էին, թե ինչպես միմյանց հետ համընկնել։ Բայց աստիճանաբար նրանք հանգստացան։ Նրանք նստեցին մի քանի րոպե պարզապես խոսեցին մանրուքների մասին։ Սուրճի, եղանակի, Երանի երթևեկության մասին։ Հետո Ջուլիան խորը շունչ քաշեց անմիջապես անցավ բուն հարցին։ Մարինա, ես շատ եմ ցավում։ Այդքան հեռու քույր լինելու համար։ Չնկատելու համար, որ դու տառապում էիր։ Թույլ տալու համար, որ փոքրիկ անմտությունները ստեղծեն այս անդունդը մեր միջ։ Ես էլ ունեմ իմ մեղքի բաժինը։ Մարինան խոստովանեց։ Ես կարող էի քեզ փնտրել։ Ես կարող էի ավելի շատ պնդել, կապը պահպանելու համար։ Ինչու՞։ Դադարեցինք խոսել։ Ջուլիան հարցրեց, անկեղծորեն շփոթված։ Ինչն էր իրականում պատճառը։ Մարինան մտածեց։ Կարծում եմ, դա կուտակումն էր։ Փոքր վիրավորանքներ, չկատարված սպասումներ, չասված խոսքեր։ Եվ հանկարծ հեռավորությունն այնտեղ էր, մեզանից ոչ մեկը չհամարձակվեց անցնել այն։ Ջուլիան սեղանի վրա բռնեց Մարինայի ձեռքը։ Ես ուզում եմ հիմա անցնել։ Ես ուզում եմ իմ քրոջը վերադարձնել։ Ես էլ։ Նրանք ժամեր անցկացրին այդ սրճարանում։ Նրանք խոսեցին ամեն ինչի մասին։ Մանկության, հեռու մոր մասին, որին երկուսն էլ ունեցել էին, ընտրությունների զղջումների մասին։ Ջուլիան պատմեց իր կյանքի մասին իրավաբանության մեջ, այն հարաբերությունների մասին, որոնք վերջերս ավարտվել էին, այն անապահովությունների մասին, որոնք նա թաքցնում էր հաջողակ կնոջ դիմակի տակ։ Մարինան իր հերթին սիրտը բացեց Ֆիլիպի մասին, կասկածների ամիսների մասին, բացահայտման եկեղեցում բախման մասին։ Ջուլիան ուշադիր լսում էր, բռնելով նրա ձեռքը, առաջարկելով այն աջակցությունը, որը Մարինային այդքան ժամանակ պետք էր։ Դու շատ քաջ էիր։ Ջուլիան ասաց։ Ես չգիտեմ, թե արդյոք կունենայի այդ ուժը։ Դա քաջություն չէր։ Դա հուսահատություն էր։ Դա իմանալն էր, որ եթե ես այդ պահին չգործեի, շատ ուշ կլիներ։ Դա քաջություն էր, այո։ Եվ ես քեզ հիանում եմ դրա համար։ Երբ նրանք բաժանվեցին, պայմանավորվեցին հանդիպել հաջորդ շաբաթ։ Այս անգամ Ջուլիան կգնար Մարինայի բնակարան, ֆիլմեր դիտելու, պիցցա ուտելու, ինչպես անում էին դեռահասության տարիներին։ Փոքր քայլեր, կամուրջ վերակառուցելու համար, որը քանդվել էր տարիների անուշադրության պատճառով։ Կիրակի օրը Իզաբելը ժամանեց ուղիղ կեսօրին։ Մարինան ճաշ էր պատրաստել, ոչինչ բարդ, պարզապես մակարոնեղեն, տնական լոլիկի սոուսով, աղցանով հացով։ Նրա մայրը մտավ բնակարան մի պահ կանգնեց հյուրասենյակում, կարծես չգիտեր, թե կոնկրետ ինչ անել։ Գեղեցիկ է այստեղ։ Իզաբելը մեկնաբանեց, դիտելով կահույքը, դարակներում դրված գրքերը, պատերին դրված նկարները։ Շնորհակալ եմ, մայրիկ։ Նրանք ճաշեցին երկմտող խոսակցությամբ անհարմար դադարներով։ Իզաբելը հարցրեց Մարինայի աշխատանքի մասին, թե ինչպես է նա իրեն զգում, ինչ հաջորդ քայլեր է նա պլանավորում անել։ Մարինան պատասխանեց անկեղծորեն, բայց նա զգուշությամբ։ Ճաշից հետո, մինչ նրանք սուրճ էին խմում, Իզաբելը վերջապես ասաց այն, ինչ եկել էր ասելու։ Մարինա, ես լավ մայր չէի։ Ես գիտեմ դա։ Ես միշտ այդքան կենտրոնացած էի իմ կարիերայի, իմ նպատակների վրա, որ մոռացել էի ներկա լինել քեզ քո քրոջը։ Մայրիկ, պետք չէ դա անել։ Պետք է, այո։ Իզաբելը ընդհատեց։ Դու արժանի ես իմանալու, որ ես ճանաչում եմ իմ սխալները։ Եվ որ եթե կարողանայի ժամանակի մեջ վերադառնալ, այլ կերպ կանեի։ Ավելի ներկա կլինեի։ Ավելի շատ կլսեի։ Ավելի շատ կգրկեի։ Մարինան արցունքներ զգաց աչքերում։ Մայրը երբեք այսպես բաց չէր եղել։ Երբեք այդքան հստակ չէր ընդունել իր սխալները։ Բայց ես չեմ կարող ժամանակի մեջ վերադառնալ։ Իզաբելը շարունակեց։ Ես կարող եմ միայն փորձել ավելի լավ լինել այսուհետ։ Եթե դու ինձ այդ հնարավորությունը տաս։ Մարինան նայեց մորը։
Նա տեսավ տարեց կնոջը մոխրագույն մազերով աչքերի շուրջ կնճիռներով, բայց նա տեսավ խոցելիություն անկեղծ զղջում։ Մենք բոլորս էլ արժանի ենք երկրորդ հնարավորության։ Ես կցանկանայի, որ դու նորից լինեիր իմ կյանքի մաս։ Իզաբելը վեր կացավ գրկեց դստերը։ Դա երկար, ամուր գրկախառնություն էր, լի տարիների չցուցաբերված սիրով։ Մարինան թույլ տվեց արցունքներին ազատորեն թափվել։ Հաջորդող օրերին Մարինան սկսեց ավելի շատ դուրս գալ։ Նա առավոտյան վաղ քայլում էր հաղթանակի զբոսայգում, վայելելով օրվա թարմությունը։ Նա նստում էր ծառերի ստվերում գտնվող նստարաններին դիտում անցնող մարդկանց։ Մայրեր, երեխաների հետ, տարեց զույգեր, ձեռք ձեռքի բռնած քայլող երիտասարդներ, սպորտով զբաղվող։ Կյանքը շարունակվում էր։ Անկախ յուրաքանչյուրի կրած անհատական ցավից, կյանքը շարունակում էր իր ընթացքը։ Մարինան նա նորից սկսեց գրել։ Ոչ միայն կարմիր տետրում, այլ սկսեց աշխատել ընտանեկան կապերի, նոր սկիզբների, անձնական ողբերգությունից հետո վերակառուցվելու համար անհրաժեշտ ուժի մասին քրոնիկների վրա։ Նա որոշ տեքստեր ուղարկեց բլոգերին առցանց ամսագրերին։ Որոշները ընդունվեցին։ Ընթերցողները դրական արձագանքեցին, կիսվելով իրենց սեփական հաղթահարման պատմություններով։ Բեատրիսը համոզեց նրան շաբաթ օրերին խոհարարական դասընթաց անցնել։ Թեթ, առանց պարտավորությունների, պարզապես միտքը զբաղեցնելու նոր բան սովորելու համար։ Մարինան համաձայնեց հայտնաբերեց, որ սիրում է խոհարարություն, պարզ բաղադրիչները համեղ բանի վերածելու գործընթացը։ Ջուլիան նորից դարձավ Մարինայի կյանքի մշտական ներկայությունը։ Ամեն շաբաթ նրանք հանդիպում էին առնվազն մեկ անգամ։ Երբեմն պարզապես արագ սուրճի համար, մյուս անգամներին երկար ընթրիքների, լի խոսակցություններով ծիծաղով։ Նրանք նորից էին բացահայտում միմյանց, կառուցելով հասուն ընկերություն, հիմնված այն քույրության վրա, որը նրանք կիսում էին։ Իզաբելը նույնպես սկսեց ավելի հաճախ այցելել նրան։ Նրանք գալիս էին կիրակի օրերին, միասին սուրճ էին խմում, խոսում մանրուքների աստիճանաբար ավելի խորը բաների մասին։ Դա դանդաղ, բայց մշտական գործընթաց էր։ Մի օր Մարինան հին դարակներ էր դասավորում, երբ գտավ նրանց երեքի միասին նկարը։ Նա պետք է մոտ 12 տարեկան լիներ, Ջուլիան 17, իսկ Իզաբելը ժպտում էր հազվադեպ ու անկեղծորեն։ Նրանք այգում էին, հավանաբար այն հազվադեպ կիրակի օրերից մեկին, երբ մայրը չէր աշխատում։ Մարինան նկարը դրեց լուսանկարի շրջանակի մեջ դրեց հյուրասենյակի դարակին։ Դա հիշեցում էր, որ չնայած ամեն ինչին, նրանք ընտանիք էին եղել։ Եվ գուցե նրանք կարող էին նորից լինել, այլ ձով, ավելի անկեղծ իրական։ Մեկ ամիս էր անցել եկեղեցու օրվանից, երբ Մարինան անսպասելի հրավեր ստացավ։ Դա մեկից էր, ում նա ճանաչել էր տարիներ առաջ գրական միջոցառման ժամանակ Ռաֆայել Անդրեասյանից։ Նա աշխատում էր պատմական փաստաթղթերի վերականգնման վրա էլեկտրոնային փոստով կապվել էր, ասելով, որ ցուցահանդես է կազմակերպում հին նամակների մոռացված տեքստերի մասին։ Կցանկանայի, որ դու գայիր, Մարինա։ Կարծում եմ, թեման քեզ դուր կգա, գրեթե կորած պատմությունների վերակառուցում պահպանում։ Էլեկտրոնային նամակում ասվում էր։ Մարինան ընդունեց հրավերը։ Հաջորդ շաբաթ օրը նա գնաց Երանի հին կենտրոնի մի փոքրիկ պատկերասրահ։ Ցուցահանդեսը մտերմիկ էր, շրջանակներում հին փաստաթղթերով, տասնամյակներ առաջ ձեռքով գրված նամակներով, մարած լուսանկարներով, որոնք պատմում էին սիրո, կորստի հաղթահարման պատմություններ։ Ռաֆայելը նրան ընդունեց ջերմ ժպիտով։ Նա բարձրահասակ էր, շագանակագույն մազերով, քունքերում մի քանի մոխրագույն թելերով, զուսպ շրջանակով ակնոցներով քնքուշ հայացքով։ Մարինան նրան հիշում էր որպես հանգիստ մարդկային պատմություններով անկեղծորեն հետաքրքրվող մեկին։ Լավ է, որ եկար։ Նա ասաց։ Ես ուրախացա, երբ ընդունեցիր հրավերը։ Նրանք միասին քայլեցին ցուցահանդեսով։ Ռաֆայելը բացատրում էր։ Յուրաքանչյուր կտորի ծագումը, փաստաթղթերի հետում թաքնված պատմությունները։ Կար մի նամակ մի կնոջից, ով կորցրել էր ամեն ինչ հրթեհի ժամանակ, բայց վերակառուցել էր իր կյանքը։ Մի ներգաղթյալի օրագիր, ով եկել էր Հայաստան, առանց ոչնչի հիմնել բարգավաճ բիզնես։ Պատերազմի պատճառով բաժանված ընտանիքների լուսանկարներ, որոնք տարիներ անց նորից հանդիպել էին։ Դրանք ճկունության պատմություններ են։ Ռաֆայելը մեկնաբանեց, կանգ առնելով հատկապես հուզիչ նամակի առջ։ Մարդկանց մասին, ովքեր կարող էին հանձնվել, բայց ընտրեցին շարունակել։ Մարինան նայեց նամակին զգաց, թե ինչպես է ինչ-որ բան արձագանքում իր ներսում։
Հենց դա է, ինչ ես պետք է հիշեմ ամեն օր։ Ցուցահանդեսից հետո Ռաֆայելը Մարինային հրավիրեց սուրճ խմելու մոտակա ավանդական հացատունում։ Դա Երանի հին վայրերից մեկն էր, թարմ հացի ֆիլտրացված սուրճի հոտով, մարմարե սեղաններով մատուցողներով, ովքեր հաճախորդներին անունով էին ճանաչում։ Նրանք նստեցին անկյունի սեղանի մոտ։ Ռաֆայելը պատվիրեց սուրճ կաթով հաց թավայի վրա։ Մարինան նույնը պատվիրեց։ Նրանք խոսեցին ցուցահանդեսի մասին, այն փաստաթղթերի մասին, որոնք ամենաշատն էին գրավել ուշադրությունը, հին թղթերը վերականգնելու նուրբ աշխատանքի մասին, առանց դրանց էությունը ոչնչացնելու։ Դա պետք է գոհացուցիչ լինի։ Մարինան մեկնաբանեց։ Վերադարձնել բաներ, որոնք գրեթե կորել էին։ Այո։ Ռաֆայելը ժպտաց։ Երբեմն ես վերցնում եմ այնքան վնասված փաստաթուղթ, որ անհնար է թվում փրկել։ Բայց համբերությամբ, զգուշությամբ մեծ մասը կարող է վերականգնվել։ Գուցե այն չի լինի այնպես, ինչպես ի սկզբանե էր, ժամանակի հետքերը մնում են, բայց այնուամենայնիվ արժեքավոր է, այնուամենայնիվ պատմում է իր պատմությունը։ Մարինան հասկացավ, որ նա խոսում էր ոչ միայն հին թղթերի մասին։ Նա նայեց նրան, նրա աչքերում հասկացողություն տեսավ, ոչ թե խղճահարություն, այլ անկեղծ կարեկցանք, մեկից, ով նույնպես դժվարություններ է անցել։ Ես կարդացի, թե ինչ պատահեց։ Ռաֆայելը մեղմորեն ասաց. Ես չեմ ուզում ներխուժող լինել, բայց պետք է ասեմ, որ հիանում եմ քո քաջությամբ։ Հեշտ չպետք է լիներ։ Հեշտ չէր։ Բայց անհրաժեշտ էր։ Մարինան պատասխանեց. Երբեմն մենք պետք է կործանենք կեղծը, որպեսզի կարողանանք կառուցել մի բան իրական։ Ինչպես փաստաթուղթ վերականգնել։ Երբեմն պետք է հեռացնել կեղտի կեղծ պաշտպանության շերտերը, հասնելու համար բնօրինակ նյութին։ Մարինան առաջին անգամ ժպտաց շաբաթների մեջ, անկեղծ ժպիտ, որը հասավ նրա աչքերին։ Հենց այդպես։ Նրանք ժամեր շարունակ խոսեցին։ Ռաֆայելը պատմեց իր սեփական կյանքի մասին, տարիներ առաջ ավարտված ամուսնության, բաժանման ցավի, վերակառուցվելու դանդաղ գործընթացի մասին։ Մարինան կիսվեց իր պատմությամբ, ոչ միայն Ֆիլիպի մասին, այլ իր ընտանիքի մասին, հեռավորության տարիների մասին, որոնք նա փորձում էր հաղթահարել։ Երբ նրանք բաժանվեցին, Ռաֆայելը նրան տվեց մի փոքրիկ ծալված թուղթ։ Դա բանաստեղծություն է։ Ես այն գտա մի հին նամակում, որը վերականգնել էի մի քանի ամիս առաջ։ Կարծում եմ, քեզ դուր կգա։ Մարինան բացեց թուղթը, երբ տուն հասավ։ Բանաստեղծությունը գրված էր էլեգանտ հին ձեռագրով։ Եթե սայթաքես, վեր կաց։ Եթե լացես, շունչ քաշիր։ Եթե սիրես, վստահիր։ Քանզի ամեն անկում հնարավորություն է ավելի ուժեղ բարձրանալու, ամեն արցունք լվանում է հոգին, ամեն իսկական սեր օրհնություն է, նույնիսկ երբ ցավեցնում է։ Նա բանաստեղծությունը կպցրեց կարմիր տետրում ներքում գրեց. Ես սովորում եմ վեր կենալ։ Շաբաթները շարունակեցին անցնել։ Մարինան վերադարձավ աշխատանքի, հարմարավետություն գտնելով դասերի առօրյայում, իր աշակերտների հետ շփումներում, գրականության մասին քննարկումներում, որոնք այդքան սիրում էր։ Որոշ աշակերտներ գիտեին, թե ինչ էր պատահել, մյուսները ոչ։ Բայց բոլորը նրան վերաբերվում էին նույն հարգանքով, ինչպես միշտ։ Մի հինգշաբթի կեսօրին դասերից հետո Մարինան գրքեր էր դասավորում դպրոցի գրադարանում, երբ տնօրենը հայտնվեց մի խնդրանքով։ Մենք նոր նախագիծ ունենք, գրական քրոնիկներ դպրոցի թերթի համար։ Կցանկանայի, որ դու համակարգեիր։ Ես գիտեմ, որ դու գրելու տաղանդ ունես։ Մարինան համաձայնեց։ Նա սկսեց աշխատել աշակերտների հետ, օգնելով նրանց զարգացնել իրենց սեփական պատմությունները, գտնել իրենց ձայները։ Դա գոհացուցիչ էր, տեսնել երիտասարդներին, ովքեր բացահայտում էին բառերի ուժը, անձնական պատմելու ուժը։ Նա շարունակեց գրել իր սեփական քրոնիկները։ Որոշները հրապարակվեցին գրական կայքերում, մյուսները փոքր ամսագրերում։ Դա փող կամ համբավ ձեռք բերելու մասին չէր, դա իր փորձը մշակելու մասին էր, ցավը մի բանի վերածելու մասին, որը կարող էր օգնել այլ մարդկանց։ Նրա ամենաշատ կիսված քրոնիկներից մեկը այն նախազգուշացնող նշանները լսելու կարողության մասին էր, որոնք մենք անտեսում ենք, վախենալով կորցնել մի բան, որը իրականում երբեք չենք ունեցել։ Շատ կանայք նրան գրեցին, պատմելով նմանատիպ պատմություններ, շնորհակալություն հայտնելով, որ այդքան անկեղծորեն խոսել է այդքան նուրբ թեմայի մասին։ Մի կիրակի կեսօրին, իր կյանքը փոխած օրվանից 3 ամիս անց, Մարինան ընթրիք կազմակերպեց իր բնակարանում։
Նա հրավիրեց Ջուլիային, Իզաբելին, Բեատրիսին մի քանի այլ մտերիմ ընկերուհիների։ Նա ուզում էր տոնել ոչ թե այն, ինչ կորցրել էր, այլ այն, ինչ ձեռք էր բերել, այն իրական կապերը, որոնք նա կառուցում էր։ Ջուլիան վաղ եկավ, ծաղիկներ բերելով։ Իզաբելը հայտնվեց մի ֆլանով, որը նա անձամբ էր պատրաստել, հետելով իրենց տատիկի հին բաղադրատոմսին։ Բեատրիսը գինի զվարճալի պատմություններ բերեց։ Մյուս ընկերուհիները եկան գրկախառնություններով այն ջերմ էներգիայով, ովքեր իսկապես հոգ են տանում։ Նրանք ընթրեցին ժամերով խոսեցին։ Նրանք ծիծաղեցին հին պատմությունների վրա, կիսվեցին ապագա պլաններով, կենաց խմեցին ընկերության ընտանիքի համար։ Մի պահ Իզաբելը բռնեց Մարինայի Ջուլիայի ձեռքերը ասաց մի բան, որը կմնար նրանց երկուսի հիշողության մեջ։ Ես շատ ժամանակ վատնեցի, հեռու լինելով։ Ես այլս չեմ վատնելու։ Դուք երկուսդ իմ ամենամեծ գանձն եք, ինձ չափազանց երկար ժամանակ պահանջվեց դա ճանաչելու համար։ Ջուլիան հին տուփ գտավ պահարանում, մինչ խոհանոցում ինչ-որ բան էր փնտրում։ Ներսում մանկության տարիներին նրանց արած նկարներ կային։ Դրանցից մեկում երկու աղջիկ էին, ձեռք ձեռքի բռնած ծառի տակ։ Ջուլիան էր նկարել, իսկ Մարինան գունավորել։ Այն ժամանակ նրանք գուցե 6-11 տարեկան էին։ Հիշու՞մ ես սա։ Ջուլիան ցույց տվեց նկարը Մարինային։ Մարինան վերցրեց ժամանակից դեղնած թուղթը զգաց, թե ինչպես են իր աչքերը լցվում արցունքներով։ Մենք այդքան մտերիմ էինք։ Կարող ենք նորից լինել։ Ջուլիան գրկեց քրոջը։ Իրականում, արդեն այդպես է։ Բոլորի հեռանալուց հետո Մարինան մնաց բնակարանի պատշգամբում, դիտելով լուսավորված քաղաքը։ Երանը գիշերը գեղեցիկ էր քաոսային վառ ձով։ Միլիոնավոր կյանքեր միաժամանակ տեղի էին ունենում, յուրաքանչյուրն իր ուրախություններով, ցավերով, հաղթանակներով, պարտություններով։ Նրա հեռախոսը զանգեց։ Դա Ռաֆայելի հաղորդագրությունն էր։ Ողջույն Մարինա։ Ես շաբաթ օրը գնալու եմ հնաոճ իրերի տոնավաճառ մտածեցի, արդյոք կցանկանայիր գնալ ինձ հետ։ Առանց ճնշման, պարզապես հաճելի կեսօր, մոռացված գանձեր փնտրելով։ Մարինան ժպտաց մուտքագրեց պատասխանը։ Սիրով։ Ինձ հասցեն ուղարկիր։ Շաբաթ օրը Մարինան հանդիպեց Ռաֆայելին տոնավաճառում։ Դա մեծ միջոցառում էր վերանորոգված հին պահեստում, կրպակներով լի հին գրքերով, վինիլային ձայնագրություններով, լուսանկարներով, դարաշրջանի կահույքով անցյալի բոլոր տեսակի մասունքներով։ Նրանք քայլեցին կրպակների միջով, խոսելով ամեն ինչի ոչնչի մասին։ Ռաֆայելը վերցնում էր հին գրքեր հատվածներ էր կարդում Մարինայի համար։ Նա գտավ դատարկ տետր, մաշված կաշվե կազմով որոշեց այն գնել, իր մտորումները շարունակելու համար։ Կրպակներից մեկում փոքրիկ նկար կար, ձեռքով ասեղնագործված նախադասությամբ։ Այնտեղ, որտեղ ամեն ինչ կարծես ավարտվել էր, դեռ բավականաչափ լռություն կար նոր բան տնկելու համար։ Մարինան 2 անգամ կարդաց նախադասությունը։ Հետո որոշեց գնել նկարը։ Դա կատարյալ էր։ Այն ամփոփում էր հենց այն, ինչ նա ապրում էր։ Ռաֆայելը նկատեց նրա ընտրությունը ժպտաց։ Դա հզոր նախադասություն է։ Դա իմ կյանքն է հիմա։ Մարինան պատասխանեց։ Ես նոր բաներ եմ տնկում այն լռության մեջ, որը գտա փոթորիկից հետո։ Եվ ինչ է աճում։ Նա հարցրեց։ Անկեղծություն։ Իրական կապեր։ Ինքնասեր։ Ինքս իմ մի տարբերակը, որը գոյություն ունենալու համար արտաքին հավանության կարիք չունի։ Տոնավաճառից հետո նրանք գնացին քայլելու մոտակա այգում։ Օրը գեղեցիկ էր, մեղմ արով, թարմ քամիով։ Նրանք նստեցին լճի մոտ գտնվող նստարանին, որտեղ բադերը հանգիստ լողում էին։ Մարինա, կարող եմ քեզ մի բան հարցնել։ Ռաֆայելը ասաց մի քանի րոպե հարմարավետ լռությունից հետո։ Իհարկե։ Դու պատրաստ ես նորից վստահելու այլ մարդկանց ապագա հնարավորություններին։ Մարինան զգուշորեն մտածեց, նախքան պատասխանելը։ Ես սովորում եմ։ Հեշտ չէ այդքան խորը դավաճանվելուց հետո։ Բայց ես նա սովորեցի, որ սիրտը լիովին փակելը կնշանակեր Ֆիլիպին այլ կերպ հաղթել տալ։ Այնպես որ, այո, ես փորձում եմ նորից վստահել։ Զգուշությամբ, բայց առանց կաթվածահարող վախի։ Դա է այն ամենը, ինչ մենք կարող ենք անել։ Նա համաձայնեց։ Առաջ գնալ սպիներով, բայց թույլ չտալով, որ դրանք լիովին սահմանեն, թե ով ենք մենք։
Նրանք ավելի երկար մնացին այնտեղ։ Ռաֆայելը պատմեց մի նոր վերականգնման նախագծի մասին, որը նա սկսում էր 19-րդ դարում Հայաստան եկած իտալացի ներգաղթյալների ընտանիքի փաստաթղթեր։ Մարինան խոսեց իր դասերի մասին, այն աշակերտների մասին, ովքեր բացահայտում էին գրելու սերը։ Երբ նրանք վերջապես վեր կացան հեռանալու, Ռաֆայելը երկմտեց. «Չգիտեմ, թե արդյոք հիմա քո կյանքում տեղ կա ընկերությունից բացի այլ բանի համար։ Բայց ուզում եմ, որ իմանաս, որ ես այստեղ եմ։ Առանց շտապելու, առանց սպասումների։ Պարզապես ներկա»։ Մարինան նայեց նրան։ Նա տեսավ մի քնքուշ, համբերատար, անկեղծ տղամարդու։ Մեկին, ով հասկանում էր, որ բուժումը ժամանակ է պահանջում։ Մեկին, ով չէր փորձում արագացնել իր գործընթացը կամ լրացնել դատարկությունները, որոնք նա ինքը պետք է սովորեր բնակեցնել։ Տեղ կա։ Նա մեղմորեն պատասխանեց. Գուցե դեռ մեծ հայտարարությունների կամ խոստումների համար չէ։ Բայց տեղ կա քո ներկայության համար։ Եվ դա արդեն շատ բան է նշանակում։ Ռաֆայելը ժպտաց, նրանք միասին քայլեցին դեպի այնտեղ, որտեղ կայանել էին իրենց մեքենաները։ Նախքան բաժանվելը, նա թեթորեն դիպավ նրա ձեռքին։ Դա պարզ, բայց նշանակալի ժեստ էր։ Մի բանի հնարավոր սկիզբ, որը դեռ պետք չէր սահմանել։ Այդ գիշեր Մարինան վերջին անգամ բացեց կարմիր կազմով տետրը իր կյանքի այդ գլխում։ Նա թերթեց կասկածներով, վախերով, անպատասխան հարցերով լի էջերը։ Էջեր, որոնք փաստում էին նրա ճանապարհը խաբեությունից դեպի ճշմարտություն, ցավից դեպի բուժում։ Վերջին դատարկ էջում նա գրեց. Այսօր ես հայտնաբերեցի, որ խաղաղ ապրելու համար պետք չէ ջնջել իմ սպիները։ Դրանք իմ պատմության մասն են, բայց ոչ իմ ամբողջ պատմությունը։ Այնտեղ, որտեղ ամեն ինչ կարծես ավարտվել էր, ես գտա բավականաչափ լռություն նոր բան տնկելու համար։ Եվ այն, ինչ աճում է, ինքս իմ ավելի ճշմարիտ տարբերակն է, մեկը, ով գիտի, որ իսկական սերը չի մանիպուլյացիայի ենթարկում, որ ընտանիքը կարող է վերակառուցվել, որ քաջությունը երբեմն պարզապես ճշմարտությունն ընտրելն է, նույնիսկ երբ ցավեցնում է։ Ֆիլիպը փորձեց ինձ օգտագործել որպես կտոր իր խաղում, բայց հայտնաբերեց, որ ես գիտեմ, թե ինչպես խաղալ։ Եվ ես խաղում եմ հաղթելու համար, ոչ թե վրեժխնդրությամբ, այլ ճշմարտությամբ վերակառուցմամբ։ Այսօր ես ազատ եմ։ Ոչ թե այն պատճառով, որ մոռացավ, թե ինչ պատահեց, այլ որովհետև ընտրեցի թույլ չտալ, որ դա սահմանի իմ ապագան։ Ցավ դեռ կա, այո։ Բայց կա նա հույս։ Եվ վերջում, հույսը միշտ հաղթում է։ Մարինան փակեց տետրը դրեց դարակում։ Վաղը նա նոր տետր կգներ, այն, որը գտել էր տոնավաճառում։ Դա նոր սկիզբների, նոր պատմությունների, նոր հնարավորությունների համար կլիներ։ Նա նայեց պատուհանից տեսավ Երան քաղաքը, փայլող գիշերվա մեջ։ Միլիոնավոր լույսեր, միլիոնավոր պատմություններ։ Եվ նրա պատմությունը պարզապես մեկն էր այդքան շատերի մեջ։ Բայց դա իրենն էր։ Ճշմարիտ, անկեղծ, անկատար, բայց անկեղծորեն իրենը։ Եվ դա բավական էր։ Սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Մարինայի պատմությունը դիպել է ձեր սրտերին, ոգեշնչել է մտորումներ այն ընտրությունների մասին, որոնք մենք անում ենք դժվար ճշմարտություններին դիմակայելու քաջության վերակառուցման ուժի մասին։ Մարինան մեզ սովորեցրեց, որ երբեմն ամենաքաջ ճանապարհը այն չէ, որը խուսափում է ցավից, այլ այն, որը անցնում է ճշմարտության միջով անկեղծորեն, որքան էլ դա դժվար լինի։ Եթե այս պատմությունը ձեզ հետ արձագանքեց, հրավիրում ենք բաժանորդագրվել մեր ալիքին, հետելու ավելի շատ պատմությունների, որոնք ուսումնասիրում են կյանքի, սիրո, ընտանիքի հաղթահարման բարդությունը։ Դրեք ձեր հավանությունը, եթե Մարինայի ճանապարհը ձեզ հուզեց, մի մոռացեք մեկնաբանություններում կիսվել ձեր սեփական մտորումներով նոր սկիզբների երկրորդ հնարավորությունների մասին։ Յուրաքանչյուր կիսված պատմություն ստեղծում է կարեկցանքի փոխըմբռնման շղթա։ Ամեն օր մենք բերում ենք նոր պատմություններ, որոնք նշում են մարդկային ճկունությունը անհրաժեշտության դեպքում ինքներս մեզ վերակառուցելու կարողությունը։ Կհանդիպենք հաջորդ պատմության մեջ, հիշեք, երբեմն ինչ-որ բանի ավարտը պարզապես շատ ավելի լավ բանի սկիզբն է։ Մինչ շուտով։